ճակատագիրը քեզ բերեց Ֆրանսիա։ Հոգիս խաղաղվեց, այսպես ասած մի քիչ։ Et je parle aux passants comme si je les connaissais. Ինչա կատարվում։ Ինչու պիտի Մարգարյանին փորձեն սահմանների մեջ դնել եւ ստիպել փոխել ոչ։ Կատարվեց հոկտեմբերի 27։ Ինչու որովհետեւ սպանել էին արդեն պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Այո, իսկ մենք հիշացնում էինք, հասկանում ես, այդ շորերով։ Մենք հիշացնում էինք։ Ու բոլորը մտածում էին, որ մեզ ֆինանսավորում է հենց պաշտպանության նախարարությունը։ Կային խոսակցություններ, որ ձեր եւ Վազգեն Սարգսյանի միջև կար սիրապ։ Ինձ մի հատ հարց տվեց ինքը, բայց ես այդ հարցը ինչպես ասում ես, այդ ժամանակ ունեի ընկեր։ Ինչ տեղի ունեցավ ձեր ընտանիքում։ Նա կարող ուրիշ ձև աներ, ինքը լավ չարեց այդ քայլը լավ չէր։ Կարելի էր ավելի մարդկային անել։ Լավ ընտանիք էինք, ափսոս էր։ Ես կորցնում եմ իմ ազատությունը։ Ես իրավունք չունեմ նույնիսկ պատշգամբից դուրս նայելու։ Ես իրան ասեցի, որ էլ չեմ ուզում մենք շարունակենք, ինչից ինքը սկսեց ինչ-որ խելագար բաներ անել։ Այն հեռախոսներ են լինում, հենց տնական հին անտենայով, այդ հեռախոսով դու ինձ խաբել ես, այսենց երեսից խփելով ու դառներ եմ ստանում իմ տան մեջ։ Առաջին եւ վերջին ապտակներս էին։ Գիտես ինչ հաճույքով էի ապտակում, չես պատկերացնում, որովհետև ինքը շատ դաժան վարվեց իմ հետ։ Ձեր մայրը լուսահոգի Ժանյա Մկրտումյանը ամենաջեր էմոցիաներ առաջացնող դերասաններից մեկն է մինչև օրս։ Բժիշկի չհասավ ուղղակի։ Հենց հիվանդանոցում, կարիդորում սիրտը քամվեց։ Հաղորդման հովանավորներ Alliance Partners Insurance Agency, The Grigorian Law Firm իրավաբան Աննա Գրիգորյան, Venus Gifts խանութ սրահ, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, Implantum USA Dental Group Dr. Sarkis Papazyan, Աչափնյակ բժշկական կենտրոն, Star Life Group, Ավակյան Law Group իրավաբան Թեհմինա Ավակյան, Aroma International Marketplace, Omorphia Beauty Salon and Spa, Gravel ծաղկի սրահ, Ari Depot Jewelry, Zara Gary ընտանեկան հոգեբան, Տուն Լահմաջո ռեստորան, MS Travel ճամփորդական գրասենյակ, MX Motor Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers. Even if the clouds fill it instead. I don't need your worries. The story you are about to hear is true. Ողջույն, YouTube-յանի մալիքում դուք դիտում եք Տետատետի նոր էպիզոդը։ Մեր նկարահանող խումբը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքում է, Փարիզում։ Հենց այստեղ, հենց այս քաղաքում մենք շարունակում ենք բացահայտել հայտնի մարդկանց հայտնի ճակատագրերի մութ կողմերը։ Պատմություններ, որոնք հաճախ դուք նույնականացնում եք ինքը ձեր պատմությունների հետ ու փորձում անցկացնել այս դեպքերը հենց ձեր չափանիշներով ու ձեր պրիզմաներով։ Այնպես որ այսօրվա պատմությունը եւս բացառություն չէ։ Այսօրվա մեր հյուրը 90-ականների ամենավառ կերպարներից մեկն է, ով բնակվում է Փարիզում։ Երևի թե հիշում եք 90-ականներին հայկական եթերներում Պարող առաջին խումբը եւ առաջին երգչուհին, ով Պարային խմբով էր։ Տեաջազը ու Մայա Մարգարյանը Pussycat Dolls-ի հայկական երևի թե ոչ թե պատասխանն էին, այլ սկզբնաղբյուրն էին։ Նա արդեն այստեղ է ու միասին հանդիպում ենք։ Ողջույն Մայա, շատ ուրախ եմ։ Ողջույն։ Ես տեսնել, այսքան խոսելուց հետո ձեր մոտ երկու անգամ են համբուրում։ Այո, այո, շնորհակալություն, շնորհակալություն։
Քայլենք այսօր, զրուցենք եւ փորձենք հիշել անցյալը եւ խոսել նաեւ ներկայից։ Գնացինք։ Իմ համար շատ դժվար է անցնել դուի, քո հետ խոսելիս, չնայած դու ստիպեցիր, որովհետև իմ պատանեկության, մանկության, կարելի ասել, ամենավառ հիշողությունները, ամենագեղեցիկ հիշողությունները կապված են նաև այդ ժամանակների շոու-բիզնեսյան արտիստների հետ։ Ես հիշում եմ տեաջազի ելույթները համարձակ, հիշում եմ քո կերպարները եւ այլն։ Ճակատագիրը քեզ բերեց Ֆրանսիա։ Այո։ 2011-ին դու միգրացիայի ես դիմում։ Այո, վերջում 11-ի վերջում դե եղան որոշակի դրդապատճառներ, որ ես այլևս չուզեցա շարունակեմ Հայաստանում, որոշեցի կոնկրետ փոխել իմ շրջապատը եւ մթնոլորտը։ Դրդապատճառների ու այդ շրջանի մասին կհասցնենք խոսել ավելի հանգիստ մթնոլորտում, բայց հետաքրքիր է, իսկ ինչ էր այն ընթացքում կատարվում, երբ դու որևէ մեկի աչքին չէիր երևում, երբ որևէ մեկը տեղյակ չէր քեզնից, երբ դու սովոր էիր հանրային ուշադրության ու միանգամից դա վերանում է քո ընտրությամբ։ Այդ երբ որ այստեղ է արդեն իմ հետ ինչ էր կատարվում, իր հետ ոչ մի բան, ես ընկալ լրիվ ուրիշ մթնոլորտ, լրիվ ուրիշ իրավիճակ եւ ընդունեցի դա որպես ինչ-որ մի հեքիաթային տրիլերի պատմություն ավելի շուտ։ Ինձ շատ հետաքրքիր էր։ Որոշ մարդկանց համար դա կարող է շատ դժվար ինչ-որ ժամանակներ լինել, բայց քանի որ ես կարելի ասել բեմից իջա ընկա այս իրավիճակի մեջ, ինձ հետաքրքիր էր։ Որ սպորտիվնի ինտերես ոնց կընթանա իմ կյանքը։ Իսկ որն էր միգրացիայի ամենադժվար մասը։ Դժվար մասը ինձ թվում է բոլոր նրանք արդեն ովքեր անցել են ամեն ինչը գիտեն, որ փաստաթղթերի ձևավորման էտապները իհարկե երկար տևեց, մերը շատ երկար տևեց, 5 տարուց ավել, բայց արժեր։ Իսկ քեզ արդեն ֆրանսիացի համարում ես։ Ֆրանսիացի, գիտես, շատ բան իմ խասիաթի մեջ փոխվեց այստեղ, որովհետև իրանք ավելի զուսպ են, իրանք ավելի բարի են, իրանք մանիերաները շփվելու ուրիշ է ու քեզ ստիպում է այդ մթնոլորտ, քեզ ստիպում է նմանաձև վերաբերվել մարդկանց։ Ու դա ինձ շատ դուր եկա, որովհետև ես բավական ներվային վիճակում փոխվեցի Հայաստանից, այստեղ աթեստեցի հանգստանալ եւ դա շատ հաճելի է, որովհետև հոգիս խաղաղվեց, այսպես ասած, մի քիչ։ Մայ դու ծնվել ես հետաքրքիր ընտանիքում եւ միաժամանակ նաեւ ստեղծագործական միջավայրում, վաղ հասակից եղել ես եւ թատրոնում, եւ կինոյում, եւ անգամ հեռուստատեսությունում։ Արի սկսենք խոսել ընտանիքից։ Առաջինը խոսենք մամայից։ Մայրդ բոլորիս կողմից ամենասիրված դերասանուհիներից մեկն է։ Կպատմես մանկության եւ այդ ստեղծագործական միջավայրի մասին։ Դե առաջինը ինչ որ ես հիշում եմ ստեղծագործական իրավիճակից, այն որ խոհանոցում միշտ ներկայացումից առաջ մայրս կրկնում էր դերը։ Ու ինձ շատ հետաքրքիր էր, նա չէր սիրում որ ես որ մեկը ներկայ է լինի, որտեղ դե մտնում էր դերի մեջ, պատրաստվում էր։ Ու այնպես ստացվեց, որ վաղ հասակում իմ հայրիկը հեռացավ եւ տատիկս էլ չկար արդեն եւ մայրս ստիպված էր ինձ տանել հետը թատրոն։ Եվ ես հիշում եմ, որ ամենաառաջին բանն է, որ հիշում եմ թատրոնում, մամաս ասում էր, զգույշ եղի, չխոսած կամած, այս չի կարելի, այն չի կարելի, խոսում ես միայն հայերեն, մենք տանը ռուսերեն էլ էինք խոսում, որ խոսում ես միայն հայերեն, սա հայկական թատրոն է, ասում եմ, մամ, իսկ շնչել կարելի, հա։ Այդ երևի ես մի 6-7 տարեկան այդ հասակում էի, իսկ հետո արդեն երբ որ հայրիկս մահացավ, ես 7-8 տարեկան էի, արդեն պարտավորված գնում էի թատրոն, այնտեղ մանկական սենյակ կար, որտեղ երեխաները դերասանը եթե տեղ չկար թողնելու, մնում էին այնտեղ, ես մի քիչ արդեն մեծ էի այդ սենյակի համար, բայց կուլիսից միշտ նայում էի ներկայացումները։ Ու այնպես ասած որ ներկայացման բոլոր տեքստերը ես համարյա անգիր սովորում էի
Եվ մի անգամ քանի դեռ կամ ներկայացնում, ես հաճախ շատ եմ պատմում, բայց այդ սիրած պատմությունն է, երբ քանի դեռ կամ Արտաշես Քանադարյանի պիեսով բեմադրված ներկայացումը, որը Նիկոլայ Ծատուրյանն էր բեմադրել, այնտեղ փոքր աղջնակի դեր կար, ես միշտ այսպես նայում էի իրան աչքերով, հիացած, բայց իմ մտքով ճիշտ ասած կյանքում չէր անցնում, որ ես կարող եմ բեմ դուրս գամ, ես ուղղակի հիացած նայում էի կուլիսից ու գիտեի բոլոր մտքերը ու այնպես ստացվեց, որ աղջնակը չկարողացավ գա ինչ-որ մի ներկայացման եւ Կոլա Ծատուրյանը հարցրեց իմ մայրիկին, եթե ես կարող եմ փոխարինել մամաս ճիշտ ասած մի քանի փորձ կատարել էր, փորձելու թե ես ինչպիսի ընդունակություններ ունեմ, ես շատ լավ հիշում եմ, հետո միշտ իրար հետ ծիծաղում ենք դրա վրա, ասում էր տան մեջ կանգնած, ասում էր պատկերացրած դաշտ է ծաղիկներով, հավաքիր այդ ծաղիկները Իհարկե ես շատ անտաղանդ էի հավաքում ծաղիկները, որովհետև այսպես ասած զադաչան լավը չէր, հետաքրքիր չէ, եւ ինքը տեղից եզրակացություններ եկավ, որ ես ոչ մի տաղանդ չունեմ, ու տենց գիտեք, մինչեւ Կոլա Ծատուրյանի առաջարկը այսպես էր մտածում։ Բայց այսպես ստացվեց, որ քանի որ ես դերը անգիր գիտեի ինքան էի նայել, փորձի ինձ կանչեցին, ես փորձը ինքնուրույն շատ տենց հանգիստ անցկացրի տեքստերով, մուտքերով, ամեն ինչով, ռեպլիկներով ու խաղացի այդ ներկայացումը։ Մայրդ լուսահոգի Տիկին Ժանյա Մկրտումյանը ուզում էր, որ դու դառնայիր դերասանուհի, հետագայում արդեն արվեստի մարդ։ Նա կարծում էր ավտոմատ կերպով ես կդառնամ դերասանուհի, քանի որ արդեն սկսվեց այդ մուտքը թատրոնից ես սկսեցի ստանալ դերեր, մանկական աղջնակի դերեր եւ ես էլ էի կարծում երևի այդպես է կլինի, բայց ցավոք սրտի եկան 90-ականները, երբ որ ամեն ինչը հավասարվեց հողին, բոլոր մասնագիտությունները կարելի ասել եւ ես ինքս ինձ սկսեցի հարց տալ ինչա լինելու Եվ մտածում էի նայում էի դերասաններին այն ժամանակ եւ հասկանում եմ, որ ես չեմ ուզում sense լինի ինձ հետ։ Պետք է ինչ-որ մի ապահով запасной план B լինի ինձ մոտ եւ ընտրեցի անգլերեն լեզուն եւ ընդունվեցի Բրյուսելի անվան օտարլեզուների անգլերեն ֆրանսերեն բաժինը։ Արի մինչև այդ որոշումներին անդրադառնալը վերադառնանք մանկություն, որովհետեւ իմ ամենասիրած վայրը հարցազրույցներում մնալ մանկության շրջանն է, որովհետեւ այդտեղ է ձևավորվում մարդու ինքնությունը։ Եվ յուրաքանչյուր հարցի պատասխան մարդու կյանքում մենք գտնում ենք միշտ մանկությունից։ Ու ամենևին էլ կարևոր չի, որ այդտեղ լինի դրամա կամ հակառակը ուրախ անհոգ մանկություն եղած լինի, յուրաքանչյուր դետալ կարևոր է։ Հայրդ գիտության մարդ էր, մարդ ով իր կյանքը նվիրել էր գիտությանը։ Չէ, ասի որ գիտությանը ինքը ուղղակի ավարտել էր ռադիոֆիզիկայի ինստիտուտը եւ նրա տարերքն էր ֆոտոն։ Նա ֆոտո եւ օպերատոր էր դոկումենտալ ֆիլմերի եւ ֆոտոյով էր զբաղվում։ Բայց ցավոք սրտի երկար ժամանակ չկարողացավ զբաղվել, որովհետեւ դեպք պատահեց եւ այդ դեպքից հետո օպերացիայից հետո նա մահացավ։ Ինչպես այդ ինֆորմացիան դու այդ տարիքում ընկալեցիր, տես 7-8 տարեկանում երևի թե ողջ տրագեդիան, այդ ողբերգության կորուստի դժվար է հասկանալ։ Նախ ինչպես քեզ ասացին այդ օրը հիշում ես քեզ։ Ես այդ օրը շատ լավ հիշում եմ, երևի կյանքում չեմ մոռանա։ Ես դուրսը խաղում էի երեխաների հետ, արդեն մտան շաղեր եւ տեսա սկորեպոմի շտապօգնության մեքենա ինչպես բոլոր երեխաները այդ տարիքում հետաքրքրացրեց, ես գնացի որ տեսնեմ ինչ է, մեկ էլ տեսնում եմ, որ հայրիկիս են դուրս տանում, ինձ էլ արագ տարան, ես չհասցրել ինչ որ բան հասկանամ, հետո արդեն հիշում եմ, որ թաղմանը ես եկա, էլի դե 7 տարեկանում 8 տարեկան էի, առանձնապես ոչ մի բան չես հասկանում, չես ընկալում, բայց երբ որ ես մուտք գործեցի սենյակ, որտեղ դրած էր այդ դագաղը, այդ ժամանակ ոնց էր ինչ-որ բան եղավ ու ես հասկացա, որ շատ վատ բան եղավ իմ կյանքում։ Հետո ինձ հեռու պահեցին մնացած արարողություններից, ես ինչ-որ մեկի տանն էի։ Այդ տարիքում մարդ հասցնում է հրաժեշտ տալ, հասկանում է, որ ինչ-որ չէ։ Բացարձակ։ Ես հիմա որ հետ եմ նայում, ես մենակ այդ պահին ընկալեցի, բայց երբ որ հասկացա ինչ կատարվեց, դա բավականին ուշ տարիքում էր, երբ որ այցելում ես գերեզման ու հասկանում ես, որ sense կյանքդ ես դնում մի կողմ, դնում ես այդ մարդը, որ
պետք է կողքդ լիներ ու էլ չկա, ու ինչպիսի մարդ էր ինքը անարդարություն եւ սա մի անգամից ես հիշում եմ, որ առաջին անգամ ես բավականին մեծ տարիքում չեմ կարող ասեմ, որ տարիքում, բայց ես հորս գերեզմանի վրա մի անգամից sense ես ուժեղ եմ, ես կարողանում եմ ինձ պայել, բայց այդ օրը ես մի անգամից թուլացա եւ շատ երկար չէի կարողանում հանգստանալ։ Ու հետո նորից հավաքվեցի, մեր կյանքը շարունակում է, ոչ մի բան չես կարող անես։ Պետք է մերվես այդ մտքիդ, որ դա պատահում է, պատահել է, պատահում է եւ պատահելու է։ Այդ տարիքում երեխեքը շատ դաժան են եւ դպրոցում, եւ հասարակության մեջ եւ այլն, եւ աղջնակի համար մեծանել առանց հայրիկ վստահ եմ, որ մարտահրավեր էր, գուցե այդ տարիքում չես գիտակցել եւ այլն, բայց ինչ որ բան կա, չէ, երբ ուզում ես հայրդ գա ծնողական ժողովի, ինչ որ միայնակության զգացում կար այդ տարիքում քեզ մոտ։ Չէ, բացարձակ, երեխաները դաժան են, բայց փառք Աստծո ինձ չի հանդիպել նման բան։ Չէ, գիտես, մի անգամից ոնց որ մենք սույթ եղանք ուրիշ բանի վրա, ես ու մայրս, որովհետև դրանց հետո էլ շատ վատ բան կատարվեց, հայրիկիս բարեկամները որոշեցին, որ մենք այլևս այդ տանը, որտեղ ես մեծացել եմ, չպետք է ապրենք, եւ քանի որ կար մյուս տունը մայրիկիս եւ գրանցում չկար այս տանը, նրանք մեզ խնդրեցին շատ բավականին կոպիտ ձևով, որ մենք դուրս գանք այդ տնից եւ գնանք տատիկիս տունը։ Երևի վախեցա, որ մայրս տորից ամուսնանա կամ չգիտեմ, միշտ որ մարդը մահանում ինչ որ սկսում են, չէ՞, այդ բաները անիմաստ եւ փչացան հարաբերությունները թե հորքորիս հետ, թե իմ հորքորիս աղջիկա հետ եւ իմ պապիկի այսպես ասած դվայորդնի քույրը Մարո Մարգարյանը բանաստեղծուհին ինքը եկավ եւ հայտնեց մայրիկիս, որ մենք այլևս չենք ուզում տեսնել աղջկան, թե ինձ, այսինքն, թե ինչու այդպես կատարվեց, ոչ մեկ չհասկացա, որովհետև մինչև այդ շատ լավ հարաբերություններ էին։ Մենք ստիպված լքեցինք, տունը դուրս եկանք, որովհետև անիմաստ էր պայքարել ինչ-որ բանի համար, եւ ես շատ լավ հիշում եմ այդ օրը, երբ որ մենք տեղափոխվեցինք այդ տատիկիս տունը, նա շատ լավ տեղ էր կենտրոնում, Աբովյան Թումանյան խաչմերուկ, եւ հիշում եմ, որ մայրս կարծում էր ես արդեն քնած եմ, բայց ես լսում էի ինքը ոնց էր լացում։ Եվ դա էլ ես չեմ կարողացել մոռանամ, եւ հասկացա, որ ես արդեն շատ շուտ 11 տարեկանում մեծացա։ Եվ արդեն լացի ժամանակ չկար, մենք պետք է ինչ-որ բաներ սկսեինք անել, գործել, աշխատել, մայրս մտավ լիովին աշխատանքի մեջ, այն վատ տարիներին նա գնում էր թարգմանում էր կինոթատրոններում ֆիլմերը, ես էլ նկարվում էի, մեր տանն էին նկարում, այդ մեզ փրկեց իմ ջալոց, մեր դուխը, այսպես ասած, փրկեց, մեր տանը նկարվում էր ֆիլմ, օթապարուկի, որտեղ ես խաղում էի, մայրիկս էլ էր խաղում 86 թվականին, հա, դա նկարվում էր հենց մեր տանը, ու այդ աժիոտաժը, այդ խառնաշփոթ վիճակ, այդ ամենը մեզ փրկեց, մեզ հանեց այդ դեպրեսիվ վիճակից։ Այս պահին մենք գտնվում ենք Գլենդելում գտնվող Aridipo թանկարժեք զարդերի բարձրաճաշակ խանութ սրահում։ Այն իսկապես առանձնանում է իր նրբաճաշակ մոտեցմամբ, դիզայնի ֆանտաստիկ ընկալմամբ եւ միաժամանակ իհարկե որակյալ ոսկյա եւ ոչ միայն ոսկյա զարդերի հարցում։ Գլխավոր դիզայներները Արման եւ Եվա Պողոսյանները կարողացել են երկար տարիների մասնագիտական փորձառության արդյունքում ստանալ դիզայներական ֆանտաստիկ լուծումներ, որոնք վստահ եղեք չեք գտնի եւ ոչ մի այլ բրենդում։ Այստեղ կան ինչպես տրադիցիոն դասական աշխատանքներ, որոնք գնահատում են բոլորը եւ երբեմն փոխանցում նաեւ սերնդեսերունդ, կգտնեք նաեւ նոր, մոդեռն եւ կարելի ասել նորարարական լուծումներով գեղեցիկ աշխատանքներ, որոնք բնականաբար իհարկե ուշադրության կենտրոնում կպահեն ձեզ մշտապես։ Տղամարդկանց համար բրենդը եւս ունի առանձին հավաքածու, այն կարող եք ձեռք բերել։ Ինձ համար ամենահետաքրքիրը այստեղ նաեւ նվերներ ձեռք բերելն է, որովհետեւ ես կարողանում եմ գտնել եւ իմ ընտանիքի անդամներին համապատասխան որևէ բան, եւ ընկերներիս, եւ ամենատարբեր առիթների պարագային, օրինակ երեխայի ծնունդի, կնունքի եւ այլն, կան ամենահետաքրքիր լուծումներով, եւ որ ամենակարևորն է, պիտի զարմացնեմ հիմա ձեզ,
շատ մատչելի գներով հետաքրքիր ոսկյա զարդեր։ Ինչպես գիտեք, ոսկին թանկանում է ժամանակի ընթացքում եւ այժմ հենց այդ միտումն էլ կա եւ բոլոր բրենդերը, ովքեր արտադրում են եւ վաճառում են ոսկեղեն, դրանք եւս բարձրացնում են իրենց գները։ Սակայն այս բրենդը մշտապես մնում է հավատարիմ իր սկզբունքներին եւ կարողանում է այնպես անել, որ բոլորը կարողանան գնահատել եւ ձեռք բերել իրենց աշխատանքները։ Ես ունեմ իմ սիրած գործերը այստեղ, առաջարկում եմ ծանոթանալ դրանցից մի քանիսին։ Մենք ներկայացնում ենք ձեզ մեր նոր գործընկերոջը Gravel ծաղկի խանութ-սրահին, որը գտնվում է Գլենդելի ամենակենտրոնում Brent պողոտայի վրա։ Gravel-ում դուք կգտնեք ամենաշքեղ եւ ամենագեղեցիկ ծաղկային ձևավորումները ամենաթարմ եւ չքնաղ ծաղիկներով։ Ծաղկեփնջերի հարցում իհարկե ամենակարևորը ճաշակն է եւ ծաղիկների թարմ լինելը։ Վստահ եղեք, որ այդ երկու հանգամանքներն էլ կարևորում են Gravel-ում։ Ձեզ պիտի պատմենք իհարկե Gravel-ի նորության եւ նրանց ձեռագիր համարվող գեղեցիկ ծաղկային ձևավորման մասին, որը մնում է 1 տարի շարունակ առանց ջրի։ Համեցեք ձեզ ցույց տամ, թե ինչ ծաղիկների մասին է խոսքը։ Այս գեղեցիկ ծաղկային ձևավորումը կարող է նվեր հանդիսանալ ձեզնից յուրաքանչյուրի կողմից եւ այն մնում է 1 տարի։ Պատկերացնում եք անփոփոխ գեղեցիկ դիզայնով։ Իսկ հա բոլոր նրանք, ովքեր սիրում են թեմատիկ տոների կապակցությամբ զարդարել իրենց առանձնատներն ու բնակարանները, ապա Gravel-ում այդ հարցը եւս լուծված է։ Առջևում Thanksgiving-ի տոներն են։ Thanksgiving-ի համար գեղեցիկ դեկորացիաների, ծաղիկների եւ իհարկե գեղեցիկ ձևավորումների համար այստեղ լավագույն վայրն է։ Համեցեք եւ տեսեք, որքան գեղեցիկ է Thanksgiving-յան տրամադրությունը Gravel ծաղկի խանութ-սրահում։ Grigorian Law Firm-ում մշտապես պատրաստ են օգնել ձեզ ցանկացած իրավաբանական հարցում, մասնավորապես Will and Trust-ի, կտակի եւ ժառանգության հարցերով ենք այսօր խոսելու իրավաբան Աննա Գրիգորյանի հետ։ Ողջույն Աննա։ Ողջույն։ Աննա, մենք հաճախ խոսում ենք Trust-ի մասին եւ խոսում մասնավորապես երեխաների հետ կապված, ժառանգների հետ կապված, մոռանալով, որ ավագ սերունդը եւս ունի պաշտպանված լինելու կարիք։ Կմանրամասնեք այս մասին։ Ճիշտ ես ասում, ավագ սերունդը այս դեպքում եթե կան տատիկ պապիկներ, իրանք էլ ունեն շատ մեծ խնամքի կարիք եւ կարծում եմ ամենաշատը իրանք ունեն խնամքի կարիք, երբ որ կա let's say մի հատ տուն կամ երկու հատ տուն ու այդ ամեն ինչը ստեղծել է տղան եւ ոչ մի թղթաբանություն չկա, ինչ հա կատարվելու, եթե իրան մի բան պատահի, իր ծնողները որտեղ են ապրելու, ով է հետևելու իրան ծնողների խնամքը, ով է ստան mortgage-ը վճարելու։ So միշտ երբ որ խոսում ենք պաշտպանելու երեխաներին եւ իրանց ապագան, I think նույն ժամանակ էլ շատ ճիշտ է մի պահ առնել, հասկանալ, եթե մեզ մի բան պատահեց, մեր ծնողները որտեղ են ապրելու, իրանց կարիքները ով է հոգալու, տան payment բիլերը ով է վճարելու։ So այդ դեպքում էլ կարող ենք trust-ի մեջ նշել կետեր, որ եթե ինձ մի բան պատահի, իմ ծնողների համար ես արդեն ապահովված լինեմ։ Անա տարբերություն կա անշարժ գույք տուն գնելուց առաջ անել Will and Trust-ը, թե ընթացքում ու հետո կա որևէ տարբերություն։ Տարբերություն չկա, կախված է նայած որ trust-ն է գրված։ Եթե գրված է irrevocable trust, չփոփոխվողը, դրանով չեն կարող տուն գնել։ Եթե գրված է revocable-ը, շատ ավելի հեշտ ու հանգիստ process է դրանով տունը գնելը, բայց երկուսի դեպքում էլ գնել տունը դնել trust-ի մեջ շատ կարևոր է, տունը trust-ով գնելը արդեն ավելի հեշտ process է։ Հիանալի, եթե ունեք այլ հարցեր, զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով, վստահ եմ կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։ Կյանքի ամենադժվարին փուլերից մեկը 7-8 տարեկանում է, երբ հայրդ հեռանում է կյանքից եւ որին որևէ մեկը պատրաստ չի լինում ձեր ընտանիքում, չէ՞։ Ոչ։ Ինչպես արդեն ասացիր, այդ ժամանակ զինվորական պատրաստակամությամբ դուք փորձում եք ուժեղ լինել եւ այլն։ Բայց կյանքի մեկ այլ հարված է հոր բարեկամների երես թեքելը, անտեսելը եւ երեխան, ով 7-8 տարեկան է, ոչ միշտ է հասկանում, որ դա նյութական որևէ նկրտումներից ելնելով ալին։ Ինչ է քեզ մոտ այդ տարիքում կատարվում եւ դու հասկանում ես, որ այս կյանքում ունես ընդհանրապես քեզ ու մայրիկի։ Դե ես երբ որ այդ ամեն ինչը կատարվեց մեզ հետ, մենք խոսակցություն ունեցանք մայրիկիս հետ եւ նա ասաց իրականությունը ինձ
Դե ես երեխա եմ, ես առանձնապես շատ բան չի հասկանում այն ժամանակ, ես ընթացքում էի հասկանում, թե ուր ենք մենք հասել եւ ինչ դժվար է մայրիկիս, որովհետեւ նա իսկապես որ կենտրոնացավ իսկապես մենակ փող աշխատելու վրա եւ մեր ընտանիքը կայացնելու եւ ասեմ որ ված չէր ստացվում այդ տարիների համար կոտորվելով ստեղ այնտեղ կարողանում էր ինձ մեծացնել եւ այնպես որ ոչ իմանալից ես չզրկվեմ Դու միշտ ստիպված էիր իր հետ լինել ամենտեղ, մենակ չմնալ տանը։ Չէ, ես մենակ մնում եմ, բավականին երբ 12 տարեկանից արդեն մենակ մնում էի տանը, որովհետև մայրս գնում էր գաստրոլների թատրոնով, Մոսկվա էր գնացել, ես մենակ էի մնացել, Նորվեգիա էր գնացել, ես մենակ էի մնացել։ Իջած այդ մութ տարիներին էր, այդ մթության մեջ ես լավ հիշում եմ, մի պահ նույնիսկ վախեցա, որովհետև ձայն լսեցի տան մեջ։ Բայց հետո զինված դանակով գնացի այդ կողքի սենյակից որտեղից ձեն էր գալի, տեսա այդ ժամանակ միսը փաթաթում ենք, դե լույս չկար, միսը փաթաթում ենք ֆոլգայի մեջ, դնում ենք պատուհանի մոտ, որ սառը մնա ձմեռը, չէ՞։ Այդ միսն էր բացվում, եթե կար միս, փոճուր կտոր։ Հա, այդ դրա ձենն էր գալի, ոնց որ ինքը բան էր լինում, տակացել էր օդը, դեց շղկոց եկավ։ Բայց միաժամանակ այդ տարիներին կար ինչ-որ բան, որը մարդկանց հոգիները ջերմացնում էր, չէ՞։ Այո, բոլոր դրա մասին հիշում են, հա։ Միջոցառումները, նոր տարվա երեկույթները եւ այլն, չէ՞։ Ես քեզ ասեմ, որ մեր շենքում այդ ժամանակ առաջին վիդեո մագնիտոֆոնը մենք ենք ունեցել, որովհետև մամայից թատրոնում հերթագրվում էին, չէ՞, ինչ-որ բաներ ստանալու, մենք հերթագրված էինք եւ գալիս այդ պահը, երբ որ մաման բերում այդ վիդեո մագնիտոֆոնը, եւ ես հիշում եմ, որ բոլոր հարևանները հավաքվում են մեր տանը, երբ որ լույս էր լինում, հավաքվում են մեր տանը եւ մենք կինոներ էինք նայում։ Եվ այդտեղից սկսվեց իմ հայտնի ուժս նայելու այդ սովորությունը, հա։ Ում էիր ամենաշատը հավանում էկրանի մարդկանցից, ում էիր ուզում նմանվել։ Ասացիր, որ ասեմ, իմ առաջի նայած տենց լուրջ ասելով իմ արդեն տենց լուրջ կինոներ չեն, բայց 9.5 շաբաթը, երբ որ ես հասկացա սեքս սիմվոլը ինչա նշանակում, դա ինձ համար Քիմ Բեսինջերն էր Եվ Շերոն Ստոնը քիչ հետո, երբ որ դուրս եկավ ֆիլմը Հիմնական ինստինկտը, այ ինձ համար երբ որ ասում են sex symbol, женщина, այ այդ երկուսն են։ Հիմա կանանց սեքսուալությունը շատ տարբեր բևեռներ ունի, այսինքն միաբևեռ չի։ Սեքսուալը համարվում ուժեղ կին է, սեքսուալը համարվում փխրուն կին է, մարդիկ վախենում են կնոջը ասել սեքսուալ, մտածելով որ սեքսուալ օբյեկտ կարող է ընկալվել հասարակության կողմից կինը։ Այս նոր էթիկան ընդհանրապես թույլ է տալիս մարդկանց ապրել ու ազատ լինել իրենց կարծիքով։ Չէ, թույլ չի տալիս, որովհետև սահմանափակումա սկսում ես մտածել խոսելուց առաջ շատ երկար, արժի այսքան բանը ասել, թե ոնց դա կընդունվի, կընկալվի։ Մյուս կողմից էլ դա ինչ-որ օգուտ տալիս է իրականում երևի։ Մայ դուք այն ժամանակ ամենասեքսուալ խումբն էիք, ամենահամարձակ, անգամ բաց մասերն են թվականի կանանց համար մարտահրավեր էր, որովհետև նաև հասարակության կարծրատիպեր կային։ Պարզա չէ, որ ձեզ հետապնդելու էին, ձեզ առաջարկելու էին, չգիտեմ, ինչ-որ հաջողություններ, ինչ-որ բանի դիմաց եւ այլն։ Այդ ժամանակ պիտի լինես բավականին կայուն հոգեվիճակով երիտասարդ տարիքում, որպեսզի ճիշտ որոշումներ կայացնես։ Այդ մասին ինչ կասես։ Ու այն ժամանակ նաև վտանգավոր տարիներ էր։ Այո, շատ վտանգավոր, նույնիսկ ես ունեմ մի երկրպագու, որը երկար ժամանակ ես չգիտեի նույնիսկ ով է, որ եւ ծաղկե փնջեր էր ուղարկում, եւ ինչ որ անհասկանալի բաներ էր անում վախացնելու աստիճանի։ Հետո երբ որ նա հայտնվեց, ես տենց չհասկացա ինքը ինձ ինչ է ներկայացնում, բայց ինքը խելագարվելու աստիճան էր երկրպագում։ Ու ես միշտ մտածում եմ, որ ինչ-որ վտանգ կարա լինի, բայց հետո ինքը անհետացավ, բայց բավական երկար, մի 5 տարի երևի երկրպագել է այդ ոչ այնքան հաճելի ձևով, վախացնելով, զանգելով, պահանջելով։ Իսկ կային են տարիներին սպառնալիքներ ձեր նկատմամբ, այսինքն սպառնում էին։ Ոչ, չկար։ Այդքան կատաղած չէին երևի մարդիկ, ինչպես հիմա այս սոցկայքերի շնորհիվ ավելի բարի էին ինձ թվում այն ժամանակ մարդիկ։
Դու փորձում ես զուսպ խոսել այդ տարիների մասին ու ուժ ես իհարկե ցույց տալիս եւ բարձր որ այդ տարիքում էմոցիաների մեջ ընկնելու ժամանակ չունենք։ Բայց միշտ հասուն տարիքում, երբ ինչ-որ բան մեր կյանքում չի ստացվում, հարաբերություններ չեն ստացվում, երբ մենք մեզ միայնակ ենք զգում, հետ գնալով դեպի մանկություն, մենք հասկանում ենք, եթե սա այսպես չլիներ, հիմա այսպես չէի լինի եւ այլն։ Շատ էս փորփրում անցյալը այդ։ Ոչ, բացարձակ, ես հետ երբեք չեմ նայում։ Ես ժամանակ չունեմ հետ նայելու, որովհետեւ պետք է մտածել ապագայի մասին։ Լավ, արի անդրադառնանք նաև այն տարիներին, երբ դու հաստորեն որոշում ես կրթություն ստանալ եւ ընտրել մասնագիտություն, լեզվաբանի մասնագիտություն եւ այլն։ Դա էլ այդ տարիներին հեշտ չէր եւ ֆինանսական առումով եւ կարողանալ իհարկե լինել ուսանող, միայնակ մայրդ հավանաբար շատ տանջվել է, հա, քեզ այդտեղ հասցնելու։ Պատկերացրա ոչ, այսինքն տանջվել է, հա, ինքը ինձ այսպես ասած ամենտեղ տվել է ուսման, ես դաշնամուրի դպրոց եմ ավարտել, 7 տարի լողի էի գնում, պարի էի գնում, Արևիկ մանկական վոկալ գործիքային անսամբլ էի գնում, մի խոսքով միշտ ես ինչ ծնվել եմ, հիշում եմ, ինձ ասում են բազմակողմանի պետք է կրթություն ունենալ։ Եվ Բրուսովի այդ որոշումը, երբ որ ես հասկացա, որ ես այդ եմ ուզում, որտեվ մամայիս կողմից տատիկս ինքը դասախոս է եղել անգլերենի։ Եվ ես ինքս սկսեցի պարապել եւ ունեի ռեպետիտոր, ու մոտ պարապում էի եւ ինքս էլ հիշում եմ մոմի լույսի տակ այսքան հաստության քերականության անգլերեն քերականության գիրք ես այդ մոմի լույսի տակ կարդում էի եւ հասկանում էի։ Եվ ինձ մի բալ չհերիքեց, որպեսզի ես ընդունվեմ անվճար։ Բայց վճարովին էլ այդ տարիներին կոպեկներ էին, էլի դրա համար ես կարելի ասել անվճար եմ ընդունվել, էլի իմ ուժերով։ Նաև միաժամանակ քո կյանքում եղել է պարը, որը շատ մեծ դեր է խաղացել, եւ բոլորը քեզ տեսել են առաջին հերթին նաև պարու կարգավիճակում լայն մասշտաբներով եւ այլն։ Երբ ես հիմա հիշում եմ քո հիմնած խումբը, Տեաջազը, եւ քեզ որպես երգչու, ես հասկանում եմ, որ դա հայկական Pussycat Dolls-ներ են ժամանակ, որովհետեւ որևէ մեկը էկրաններին չէր ապարում եւ այդ համարցակ պարերը եւ այլն, առաջին հերթին շատ սկանդալային ու համարցակ էին նայվում նաեւ աղջիկների կատարմամբ եւ միաժամանակ այդ մշակույթը մեր մեջ չէր ձևավորվել։ Այդ առումով իհարկե դու ինչ որ բան փոխել ես եւ մեծ էկրաններ ես բերել նաև պարը միաժամանակ եւ ես հիշում եմ այդ տարիների առաջին մեծ տեսահոլովակներից մեկը Զինվորես երգներ, որը գրեթե ամեն օր ցուցադրում էին հեռուստատեսությամբ, որը ոտքի էր հանել ողջ բանակը, ընդհանրապես ազգին, նաև զինվորի կերպարի, այսպես ուժի խորհրդանիշ էր։ Արի փորձենք այդ տարիները ընկալել, ինչ տեղի ունեցավ այդ տարիներին։ Ավելի կոնկրետ ոնց ստեղծվեց դու ուզում ես։ Խումբը ոնց ստեղծվեց եւ այդ համարձակությունը դա հեշտ չէր վստահ եմ։ Հա, դե բարը, քանի որ ես արդեն ինչ որ չափով ներգրաված էի արվեստի մեջ, մոռացանք նշենք, որ ես փոքր տարիքում վարել եմ նաև հմեկով, հիմիկվա հաղորդում մանկական հմուտ ձեռքեր, այո, նենց կուզեի տեսնել, բայց մինչև չգիտեմ, ոչ մի կադր մինչև հիմա չեմ տեսել այն ժամանակվանից, ու արդեն ոնց որ այդ ամեն ինչը ես ապրել էի փառքը ու երբ որ եկավ ինստիտուտային տարին, ես չկարողացա թողնել բեմը, հրաժարվեմ բեմից, շարունակում էի պարը եւ պարում էի Արայդան շոուում։ Հետո եկավ պահը, որ մենք առանձնացանք մի քանի հոգով, Կալին Միքայելյանը շատ շնորհակալություն, որովհետեւ ինքը շատ լավ դասատու էր, եւ ես նույնիսկ կարողացել եմ Կարո Կիրակոսյանի մոտ մի պահ պալեմ, մինչ իր Ամերիկա տեղափոխվելը։ Հա, նույնպես բարևներ։ Եվ երբ որ առանձնացանք 3 տղա, 2 աղջիկ, թե 2 տղա, 2 աղջիկ, չեմ հիշում, ու դրանից հետո նորից ոնց որ խումբը մի քիչ աշխատեց երկի թատրոնում, հետո տղաները եւ մենք ինչ որ բաներ եղան, ճիշտ ասած չեմ հիշում արդեն ինչ մանրամասն, ու բոլորը գնացին, մնացի ես մենակ առանց բեմ։ Իսկ ես հասկանում եմ, որ ես չեմ կարող առանց բեմ։ Ես աղբորս հանդիպեցի այն ժամանակ հարազատ չէ իմ քերուստղան, որ ասեց մի աղջիկ ունի ծանոթ, որը պարում է եւ կուզենա, ես ասացի այո, ես խումբ եմ ուզում ստեղծեմ։
2, 3, 4, 5 եւ Բրուսը Վիլսը նույնպես երբ որ սովորում է, աղջիկներ հավաքվեցին եւ մենք սկսեցինք աշխատել։ Մենք սկսեցինք աշխատել, ստեղծել պարեր, այն ժամանակ նոր հայերի կավենի խումբներ Մոսկվա շատ հաճախ գնում, իրանք ինձ դիմեցին, որ ես իրանց բեմադրություն անեմ, այնտեղ ծանոթացա եւ համերգի ժամանակ ծանոթացա Հայկոյի հետ, ասեցի, որ իդեա ունեմ, այսպիսի երգ եմ ուզում սարքել, պոպուրի, զինվորական, եւ այն ինքը ասեց, արի, իրար հետ կմտածենք ինչ ենք անում եւ ստեղծվեց այսպես։ Լավ, արի մի հատ խոսենք այդ ամեն ինչի համարձակության մասին, որտեղ այդ տարիներին իսկապես մարդկանց հրամցնել դա շատ համարձակ էր, ինչ էին խոսում, ինչ էին անում, հեշտ էր արդյոք ձեզ տրվում եթեր։ Գիտես, ես ամբիցիա բառը չեմ սիրում, բայց դա ամբիցիա էր ինչ որտեղ, որովհետև ես ուզում էի նման բան, ես ուզում էի ինձ տեսնեի այդ ոլորտում, այդ ոնց ասեմ, ամպլուայի մեջ երևի, որ տեսնում ենք այն ժամանակ վիդեոներով, կլիպերով, երբ որ ես տեսնում եմ Մադոննա, երբ որ տեսնում եմ Ջանետ Ջեքսոնի, Պոլա Աբդուլ տարիների մեր աստղերը պարող երկող, ես ասում եմ, ես հենց այդ եմ ուզում ու փորձեցի, ռիսկ արեցի, փորձեցի եւ բայց չես սպասում նման արձագանքի ինչ ճիշտ է։ Իսկ երկի թատրոնում այդ շանսը տրվում էր, քեզ տես դուք ընտերից եք նաեւ սկսել։ Չեմ կարող ճիշտ պատասխանել քո այդ հարցին, որովհետեւ ես չգիտեմ, ես այդ ժամանակ մի անգլերեն երգ էր առաջինը, որ Գրիգոր Անտոնյանն էր ինձ համար գրել, ես այդ երգով մի քանի համերգ մասնակցեցի համերգի երգի թատրոնում, հետո էլի ինչ որ բան կատարվեց, բոլորը սկսեցին դուրս գալ ու ես էլ։ Այսինքն ես հիշում եմ ինչ կատարվեց ցավոք սրտի, բայց չեմ ուզում անդրադառնալ նրան, որովհետև շատ հարգում եմ եւ սիրում եմ Արտուր Գրիգորիչին, ցավոք սրտի նա մեծ չի, եւ մի շկոլա ընդեղել եմ անցել ես, որին շատ շնորհակալ եմ։ Մենք բոլորս երախտապարտ ենք եւ սիրում ենք լուսահոգի Արտուր Գրիգորյանին եւ որևէ մեկը որևէ կերպով չի փորձում ստվեր գցել նրա կարիերային գործունեությանը եւ նրա մեծ ավանդին, բայց միաժամանակ ժամանակն է եկել, տարիներն է եկել հասկանալու թե ինչա կատարվել։ Այն ժամանակ ինչ որ ձեր հետ կատարվել է, դա ծածկա դմփոցի է վերածվել եւ մարդիկ անցել են, շրջանցել են եւ այլն ու այդ տարիներին գուցե վախի մտնոլորտում կամ եթեր չունենալու կամ այդ ժամանակ չկար նաեւ հարթակներ, պլատֆորմներ այդ մասին խոսելու։ Այսօր ժամանակ եկել է հասկանանք ինչ ա եղել այդ ժամանակ։ Ինձ հետ կոնկրետ ոչ մի առանձնապես ինչ է կատարվում երկի թատրոնում, որ դու որոշեցիր դուրս գալ։ Ես հիշում եմ, որ մենք պետք է գնանք հյուրախաղերի Ամերիկա ու մենք իմ խումբը այնտեղ կար, հետո հայտնում է մի ուրիշ խումբ 3, մենք 7 հոգի ենք, հայտնում է մի խումբ 3 աղջիկներից եւ մենք արդեն մեր անձնագրերը հանձնում ենք թե ինչ որ տենց ինչ որ ընթացքի մեջ է մենք գիտենք որ մենք գնում ենք հյուրախաղերի տես ես քեզ տենց բան եմ ասում որ այդ քո ասացի հետ կապ չունի այն ինչ որ իմ հետ է կատարվել ինչից ես եմ հիասթափվել ու ես իմանում եմ որ այդ աղջիկներն են գնում մեր տեղը առանց մեզ զգուշացնելու ես լրիվ ուրիշ տեղից եմ իմանում իսկ մենք պատրաստվում ենք ու հետո ինձ ասվում է որ մենք ձեզ չենք գտել մենք ձեզ չենք կարողացել գտնել Դե որ մեզ չեք գտել, եթե ես անարդարություն շատ վատ եմ վերաբերում, ես մի անգամ մեջքով շուր եմ գալի գնում եմ, ես չեմ սիրում տենց բաներ, մեզ չեն գտել, դե չեն գտնի ուրեմն։ Ու դուրս եկանք ու դրանից հետո արդեն ստեղծվեց շարմի 2 կլիպերին ենք մասնակցեցինք, Նիվերայատնի բան 1-2 եւ հետո արդեն Գրիգոր Աղախանյանի պրոյեկտին էինք մասնակցում ու տենց գնաց արդեն ոնց որ դրա համար ես գլոբալ ոչ մի չեմ ասում 90-ականներին ինչ էր կատարվում շոու բիզնեսում դեռ կար մի խումբ մեծ արտիստների ովքեր ունեին աուդիտորիա ում հասարակությունը սիրում էր ով մարզերով անընդհատ համերգներ էին տալիս եւ մարդիկ ուղղակի գնում էին իրենց տեսնելու բայց այդ մարդիկ չունեին եթեր որովհետեւ մարդիկ ովքեր պատասխանատու էին եթերի համար եւս ըստ իս վատ գործ չէին անում փորձում էին եթերը մաքրել բայց այդ ժամանակ կորում էր հասարակության հետ եւ հանրության հետ կապը։ Ըստ քեզ ինչ տեղի ունեցավ մի ամբողջ սերնդի մեծ պլիադայի հետ։ Լիլիթ Կարապետյան, Արփինե Բեկջյան եւ այլն մարդիկ ովքեր զրկվեցին ուղակի եթերից, բայց ունենալով աուդիտորիա։ Դժվար հարց։ Ինձ թվում է դա կոնֆրոնտացիա էր երկու դպրոցների միջև
Երգի պետական թատրոնի դպրոց ասելով ես մեծ մասշտաբի մասին եմ խոսում ստրուկտուրայի եւ արձագանք ստուդիայի Երգի պետական թատրոնում ավելի շատ դուրս գալու տեղ կար մեր պետական ալիքների վրա եւ երևի դրանով էր բայց ես չեմ կարող ասել ես ինձնով կարող եմ դատել, բայց մյուսների համար ես չեմ կարող։ Ես շատ հաճախ լսել եմ այդ ժամանակ, հա, մենք արգելված ենք, մեզ ցույց չեն տալի, բայց իմ օրինակի վրա բերեմ քեզ։ Նայ ես շատ դիպուկ բան պետք է ասեմ, բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Մի պահ ես էլ էի արգելվել, կանդրադառնանք դրան, ու ես նստեցի եւ ուղղակի մտածեցի ես ինչ պիտի հիմա անեմ, որ վերականգնվեմ։ Ես փոխեցի ժանրս եւ ես վերականգնվեցի։ Գալիս է Մայա Մարգարյանը էկրանին։ Շիկահեր գեղեցկուհի, ով պարում է, ով ունի պրոֆեսիոնալ խումբ, այդ ժամանակ նույնիսկ սինխրոն պարողներ դժվար է գտնել այդ ժանրում, բայց ձեր պարագայում եւ վիզուալ տեսքներ համընկնում եք մյուսի հետ եւ բարի շարժումներն էին ժամանակակից երգի գործիքավորումը ընդհանրապես ապագայից էր այդ ժամանակվա համար եւ այդ դրայվը, այդ էներգիան, այդ ոգին, որ տալիս եք դուք զինվորներին ոչ միայն պոպուլիզացնելով հայկական բանակը։ Դա իսկապես անհամատեղելի համադրություն էր, որը շեդևրալ գործ է իմ համար, միջև բոլորը հիշում են այդ երգը։ Դες քանի տարի է անցել, բոլորը հիշում են այդ երգը։ Նշանակում է թույն գործ է։ Ու ինչա կատարվում։ Ինչու պիտի Մարգարյանին փորձեն, չգիտեմ, սահմանների մեջ դնել եւ ստիպել փոխել ոճը։ Կատարվեց հոկտեմբերի 27 երբ որ արդեն դրանից հետո կար համերգ մի քանի ամիս հետո էր թե ինչ էր կար համերգ MVD-ի տոնին նվիրված եւ կազմակերպիչ արդեն չեմ հիշում ով էր բայց ինքը ասեց որ զինվորը պետք է երգվի այդ ժամանակ եւ առաջին անգամ իմ մաշկի վրա ես գասի դա Առաջին եւ վերջին անգամ իմ ջերոց։ Ես գալիս եմ փորձը անում ենք համարիրում էր։ Դուրս են գալիս, որպեսզի երեկոյան գանք, մենք արդեն զգեստերով են գալիս, զինվորի շորերով են գալիս եւ իմ առջեւ դուրս է գալիս ախրանիներից մեկը, ինչով իր։ Եվ ասում է կներեք, բայց մենք ձեզ չեն կարող թողել, ասում որ ես փորձ եմ անում համերգ եւ բա չէ, դուք այսօր համերգ չեք տալու։ Mēs afīžojam, mēs daicīm իրագրավ, չիտերով, մեր մոտ էլ փուչու բանակեր են աղջիկների, daicīm հասկացան, ասին լավ, գնացին։ Դրանց հետո մի որոշ ժամանակ Ինչ որովհետև սպանել էին արդեն պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Այո, իսկ մենք հիշացնում էինք, հասկանում ես, այդ շորերով, մենք հիշացնում էինք։ Մայա, արի փորձենք նաև մի հարցի պատասխան մեկ ընդմիշտ ստանալ եւ փորձել ճշտել ու փակել այս էջը։ Բոլորը խոսում էին եւ մինչեւ հիմա էլ խոսում են, որ ձեր խումբը եւ ձեր կարիերան հովանավորվում էր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից։ Ինչպիսին էր հարաբերությունները այդ բանակային։ Ուրեմն զինվորը չի հովանավորվել այդ երգը, բայց երբ որ եղավ Սարդարապատում համերգ կառավարական եւ Վազգեն Սարգսյանը այնտեղ ներկա էր, ինքը նենց ուրախությամբ էս ընդունեց։ Վերջապես ես տեսած ես, վերջապես ասեց մեկը դե չեք ճանաչում տենց ինչպիսի մարդ է, ընդհանրապես կառավարական այդ անձանցից մի քիչ վախ կար, էլի։ Բայց ինքն այնց ջերմ, այնց բարեհամբույր մոտեցավ մեզ եւ ասեց բան չասեց, ինձ հետո զանգահարեցին, ասեցին, որ Սոչիում համերգ է փառատոն է լինելու, Աֆղանստանի զորքերը դուրս հանելու 10-րդ տարին, մենք ձեզ ուղարկում ենք փառատոն ուսուցել, մենք ձեզ ուղարկում ենք հայկական դելեգացիայի մեջ։ Որտեղ դափնեկիր էր դառնում։ Ահա, ու նա ասելով դե իր կողմից ես տենց հասկացա վերջով ուղարկվում ենք մենք այնտեղ դափնեկիր ենք դառնում եւ դրանից հետո ես այդ ժամանակ ես ունեի պրոդյուսեր եւ ինքն էր ոնց որ այդ բաներով զբաղվում ինչ որ կտորներ արվեցին, կոշիկներ կարվեցին, ինչ որ բաներ այո եղավ նա
հովանավորչություն, բայց երկար ժամանակ չդից։ Մի թեթև։ Մայա թույլ տուր քեզ ուղիղ տալ այս հարցը, որովհետև մեր հաղորդումը դրանով է հավանաբար հայտնի։ Կային խոսակցություններ, որ ձեր եւ Վազգեն Սարգսյանի միջև կար սիրավեպ։ Արդյոք դա ճիշտ խոսակցություններ։ Ես կարող եմ հասկանալ ինչ է այդպես խոսակցություններ եղել, որովհետև Սոչի փառատոնից հետո այնտեղ ինձ մի հատ արձան տվեցին այնտեղի հայ համայնքի կարկառուն ներկայացուցիչներից եւ խնդրեցին, որպեսզի ես այդ արձանը հանձնեմ Վազգեն Սարգսյանին իրանց անունից։ Երբ որ մենք վերադարձանք Սոչիից, շատ երկար ժամանակ ես չէի կարողանում կապնվել, որովհետև այդ այն պերիոդներ, որ ինքը վարչապետ էր դարձել, թե դառնում էր, թե ընտրություններն էին, ու ոչ մի ձևով հնարավոր չէր դուրս գալ այդ նրա վրա, որպեսզի հանձնել այդ արձան, իսկ արձանը արդեն մի քանի ամիս էր մեր տուններ մնացել, եւ ես ինչ որ մեկի միջոցով իհարկե կարողացա կապնվեմ եւ ընդունելություն ինձ տվեցին, երևի դա է եղել մեծ մասը այդ արձագանքների, որ ես այդ արձանով սիրուն գնացի, մտա կաբինետ, ինքը շատ ուրախացավ, ես իսկապես չէի սպասում, որ ինքը այդքան մարդամոտ եւ բարեհամբույր մարդ է։ Հանձնեցի արձանը եւ ինձ մի հատ հարց տվեց ինքը, բայց ես այդ հարցը ինչպես ասում եմ, ես այդ ժամանակ ունեի ընկեր։ Ինքը ինձ հարցրեց. ես ազատ եմ թե ոչ։ Ես ասեցի, որ ոչ։ Դրանով ամեն ինչ ամարտվեց։ Թիք այդ մասին խոսում էին, դա էլ նորմալ կարելի է հասկանալ, դուք երիտասարդ չամուսնացած աղջիկ էիք, ինքը երիտասարդ չամուսնացած տղամարդ եւ դե հա դա նորմալ է, ուղղակի գիտես ինչն է ինձ մի քիչ զարմացնում, որ մարդը չկա, մարդը ուներ իր անձնական կյանքը, ասեկոսներ այսքան տարի հետո նրա շուրջ։ Գիտես, բայց դա կարելի է հասկանալ, որովհետև սպարապետ էր եւ սպարապետին նաեւ մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչպիսին էր կյանքում, որովհետև նման մարդիկ ծնվում են հաստատ հարյուրամյակները մեկ։ Դե հա, բայց միթե նրա ընկերուհիները պետք է պատմեն դրա մասին։ Դե լավ կլինի, որ ասենք շոշափելի լինի։ Ես իմ շփման մասին դες պատմեցի, ես իսկապես չէի սպասում, որ ինքը այդպեսի բարեհամբույր եւ բարի մարդ է, որտեղ միշտ լսել ենք նրա իսկ իրականում լրիվ ուրիշ բան է։ Ասում են, որ նա ուներ անասելի խարիզմա եւ այդպես ներքին էներգետիկա, որ պարզապես մարդկանց կարողանում էր արագ գրավել եւ այլն։ Այդ մասին ինչ։ Դե հա, երևի, հա, ես եմ ասում, ես շատ չեմ շփվել։ Ուղղակի այդ մի խոսակցություններ մեզ մոտ, ինչից հետո ոչ մի հարցեր չկային։ Չարաբաստիկ դեպքից հետո, այդ terroristական ակտից հետո, աստորեն ձեր մոտ փոխվում է ամեն ինչ։ Ես կապը ուղղակի ասեմ, դրանից հետո մենք շարունակում ենք կառավարական համերգներին մասնակցել։ Այսինքն ոչ մի բան չեղավ, բայց խորհրդանիշը մեր զինվորական ֆորման եւ երգերը խորհրդանշում էին մեր սպարապետին նրա մահից հետո։ Ու դուք արագ մտածում եք այդ ժամանակ ինչ անել, որպեսզի նոր։ Չէ, ես արագ չէի մտածում, ես նախ էլի անարդարություն, ինչի համար։ Երկրորդը փակվեց ամեն ինչը, իսկ ես պետք է ինչ-որ բան մտածեի, արագ չէր, դա իհարկե դա շատ մեծ ուդար էր, իսկապես շատ մեծ ուդար էր բոլորիս համար եւ անցավ երևի մի տարի թե 2 տարի, շատ արագ չէր դա։ Երբ որ ես երկար մտածելուց հետո ինձ համար Աննա Արմենակյանը գրեց Տրնդես երգը։ Մենք մոտիկ էինք, ընկերություն էինք անում, գրեց Տրնդես երգը, ես ձայնագրվեցի, դա իմ ոճը չէր, ես բացարձակ չէի ուզում, բայց չէի ուզում երգել, նույնիսկ մայրս ասեց Տրնդես, բայց դե какие времена, такие нравы։ Եվ ձայնագրությունից հետո ես բեմադրեցի պար, հարսիկների պարով, տենց երևի տեսել ես, չգիտեմ, հա։ Եվ ցույց տվեցի նոր տարվա շոուի ռեժիսորին Ռոշտոնուն։ Նա շատ հավանեց
Այդ ժամանակ Տիգրան Նաղդալյանն էր ղեկավարը եւ ինձ հրավիրեցին սիոմկեքի, բայց հա ու երբ որ մենք նկարվում ենք, այդ պահին Տիգրան Նաղդալյանը մտնում է պավիլիոն, իսկ մենք նկարվում ենք մանկական երկաթուղու այդ տնակը չէ, վокзалում, կայարանում, հա եւ երբ որ Տիգրան Նաղդալյանը լսում է այդ բիթերը, տեսնում է մեզ պարելուց եւ այլն, ասում է սա գնում է prime time։ Այդտենց ես վերականգնվում եմ, ուղղակի ուրիշ երգով, ուրիշ ոճով։ Ես հասկացա, որ այլևս ես այդպես երգ չեմ կարող երգել։ Մենք կրկին Ավագյան Law Firm-ում ենք, որտեղ իրավաբանական թիմը իսկապես հրաշքներ է գործում օրենքի սահմաններում։ Եվ բնականաբար իհարկե Միացյալ Նահանգներում օրենքի հետ գործ ունենալը ամենապատասխանատու բանն է, որ երբևէ կարող է լինել, եւ այդ առումով դուք կարող եք սխալվել եւ սխալը կարող է լինել ճակատագրական։ Չսխալվելու համար առաջարկում ենք գալ Ավագյան Law Firm։ Հիմնադիրը Թեմինա Ավագյանն է կողքին, շնորհակալ եմ Թեմինա, միշտ ժամանակ եք գտնում մեր հարցերին պատասխանելու համար։ Ես էլ եմ շնորհակալ Մհեր։ Թեմինա, այսօր ուզում եմ խոսենք ներդրումային կամ բիզնես տարբերակներով Միացյալ Նահանգներում հաստատվելու համար, ինչ կարող են անել ներդրողները կամ բիզնեսմենները, որպեսզի օրինական ճանապարհով այստեղ ապրեն։ Մարդիկ, ովքեր ցանկանում են ներդրում կատարել եւ օրինական կերպով ապրել Ամերիկայում, կարող են դիմել E2 վիզայի, ընդ որում այս վիզայի համար պարտադիր չէ, որ դուք ունենաք կրթություն կամ փորձառություն տվյալ ոլորտում, պարզապես անհրաժեշտ է, որ դուք ներդրում կատարեք Ամերիկայում գործող բիզնեսում կամ ձեռք բերեք գոյություն ունեցող բիզնես կամ սկսեք ձեր բիզնեսը զրոյից։ Սա չափազանց կարևոր գործ է, ժողովուրդ ջան, իսկապես կարևոր է հանկարծ սխալ որևէ բան չանել օրենքի հետ կապված հարցերում Միացյալ Նահանգներում, այնպես որ էկրաններին տեսնում եք հեռախոսահամարը, զանգահարեք, սրտացավ եւ բարեկամաբար տրամադրված աշխատակիցները հաստատ կփորձեն լուծել ձեր խնդիրները։ Շնորհակալություն Թեմինա։ Շնորհակալություն։ Aroma International Marketplace-ը իմ ամենասիրած հայկական սուպերմարկետն է Լոս Անջելեսում։ Aroma-ում դուք կգտնեք միջազգային եւ հայկական արտադրության լավագույն ապրանքները, սննդային տեսակները, որոնք դժվար է գտնել մի ընդհանուր հարկի տակ։ Այստեղ Aroma International Marketplace-ում կգտնեք լավագույն համերը, որոնք ձեզ կհիշեցնեն նաեւ ձեր հայրենիքը։ Այստեղ կգտնեք նաեւ ամենաթարմ բանջարեղենն ու մրգերը։ Aroma-ում գործում է նաեւ առանձին մսի բաժին, որտեղ ձեր նախընտրած հենց միսը տեղում ամենաթարմ վիճակում կմատուցվի ձեզ։ Aroma International Marketplace-ում նաեւ կան ապրանքներ, որոնք արտադրվում են հատուկ Aroma-ի համար։ Aroma լոգոտիպով կգտնեք հենց այստեղ։ Առավել մանրամասն Aroma-ի մասին կծանոթանանք հենց հիմա։ Aroma-ում բանջարեղենի եւ մրգերի տեսականին թարմեցվում է ամեն օր, անկախ իհարկե եղանակից եւ մնացած այլ հանգամանքներից։ Այստեղ կգտնեք ամենաթարմը եւ լավագույնը, ինչ կա շուկայում, մեկ հարկի տակ։ Aroma International Marketplace-ում ես օրինակ ամեն անգամ գտնում եմ իմ ամենասիրելի մեղրը, որը հենց այստեղ կարելի է գտնել միայն անարատ մեղր։ Առհասարակ Aroma-ում կարելի է գտնել նաև պահածոների մեծ տեսականի, որոնք վստահ եմ ձեզ կհիշեցնեն նաև ինչու ոչ ձեր տատիկի փակած պահածոները։ Ինչպես արդեն ասացի, Aroma-ում գործում է մսի առանձին բաժինը, որը ձեզ հնարավորություն կտա շատ թարմ ստանալ լավագույն մսի տեսականին։ Պետք է նշել, որ մենք հայերս մսից լավ ենք հասկանում, այնպես որ մեզ հայերից խաբել մսի առումով չեն կարող որևէ մեկը։ Այստեղ գալով վստահեք ինձ, լավագույն մսի հնարավոր տեսականին է, որ առհասարակ առկա է Լոս Անջելեսում։ Այս բաժնում տեսնում եք Aroma-ի արդեն աղցանները եւ պատրաստի ուտեստները, այդ թվում նաեւ ապուրները, որոնք ձեզ հնարավորություն կտան, եթե չեք պատրաստում, վայելել տնական համեղ ուտելիք։ Իսկ հա քաղցրի սիրահարները Aroma Bakery-ում կգտնեն իրենց սիրելի թխվածքները, հացաբուրգեղենը եւ առհասարակ հացը։ Aroma-ն ձեզ հետ է յուրաքանչյուր օր եւ յուրաքանչյուր շաբաթ։ Այստեղից կատարեք ձեր ընտանեկան գնումները եւ կհամոզվեք, որ լավագույնը մի հարկի տակ է։ Այսօր շաբաթ առավոտը եւ ձեզնից շատերը սովորաբար շաբաթ առավոտը դիմավորում են Օցի լեզվի կամ տետատետի նոր էպիզոդով։ Իսկ ես շաբաթ առավոտյան անպայման գալիս եմ հայկական նախաճաշի։ Հայկական նախաճաշի լավագույն տարբերակները առաջարկվում են Տուն Լահմաջո ռեստորանի Լոս Անջելեսյան Բրբենկյան մասնաճյուղում։ Երևանյան մասնաճյուղի մասին ամենը գիտեք, որ ընդայնվելու է, գիտեք, որ այնտեղ երկար տասնամյակներ շարունակ մարդիկ լավագույն հայկական ուտեստներն են մատուցում,
եւ հայերին եւ զբոսաշրջիկներին, իսկ Լոս Անջելեսում եւս օրինակ կողքի սեղանին նստած են մեր հարևան ազգի ներկայացուցիչները այստեղ Միացյալ Նահանգներից ու նրանք եւս ճաշակում են հայկական ուտեստներ։ Այնպես որ ընտանիքով, ընկերներով կամ սիրելիի հետ եկեք տուն լահվաջո նաեւ նախաճաշի։ Այստեղ լավագույն նախաճաշերն են։ Ասացիր այն ժամանակ Վազգեն Սարգսյան սպարապետը քեզ տալիս է հարց։ Արդյոք սիրտդ ազատ է եւ այլն։ Դու պատասխանում ես, որ ունես ընկեր։ Այդ ժամանակ երիտասարդ աղջկա համար պիտի որ նաեւ իր կողմից համարձակություն լիներ նման պատասխան տալ պաշտոնյայի, հաշվի առնելով նաեւ ժամանակները։ Դե ես ճշմարտությունն եմ ասում, ինչ որ կար այդ ժամանակ վախենալու էր իհարկե, որտեվ ես չգիտեի ինչ արձագանք ստանամ։ Ընդհանրապես այդ տարիներին մեզ շատ դժվար էր, բավական դժվար էր, որովհետև միշտ կային մարդիկ, ովքեր հանդգնում էին ինչ-որ բաներ էին պահանջում, ուզում եւ միշտ ինչ-որ կոնֆլիկտներ էին առաջանում։ Ну, ես բնավորությամբ եմ մի քիչ ուրիշ։ Այս դեպքում չէ, այս դեպքում ամեն ինչը շատ գեղեցիկ ձևով ավարտվեց, որովհետև նա հասկացավ, որ բնականաբար, որ եթե ասում ես չէ, մարդ կա, սիրտը զբաղված է, ինչ պետք է անել։ Դե առհասարակ սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ասում են, որ ինքը շատ գնամեծար է եղել, կանանց հարգող, այսինքն վստահ եմ, որ որևէ բան, որը քո ցանկության դեմ էր լինել չէր կարող։ Բայց ինչ ես կարծում, ինչու էին նման խոսակցություններ այդ ժամանակ այդպես ակտիվ։ Ի վերջո դու ասացիր քիչ առաջ, որ դրանք կարող է լինեին մրցանակ հանձնելուց եւ այլն, բայց այդ մասին լայն զանգվածներ ի վերջո չգիտեին այդ մրցանակի պատմությունը։ Ես ասեմ քեզ, մենք շատ ենք երգել կառավարական համերգներին։ Նույնիսկ երբ որ Գրաչովներ գալիս են ժամանակ Ռուսաստանի նախարարներ ինքը մեծ ռեստորաններում հավաքույթներ էր լինում, մեր խումբը անպայման միշտ կար։ Երևի ու բոլորը մտածում էին, որ մեզ ֆինանսավորում է հենց Պաշտպանության նախարարությունը, չնայած դա հետո եղավ։ Մեր կլիպը նկարվեց, մոռացա ասել, մեր կլիպը նկարվեց Պաշտպանության նախարարության շնորհիվ։ Ուղղակի ես քանի որ ես չես զբաղվում այդ ֆինանսական հարցերով, զբաղվում եմ իմ պրոդյուսերը, ես դրա մանրամասները չգիտեմ։ Դու լավ վաստակում էիր այդ ժամանակ ֆինանսական առումով։ Չէ։ Բացարձակ։ Գիտես ինչու, որովհետև իմ պրոդյուսերը ինձ խաբում էր։ Իմ պրոդյուսերը ամեն իմ ընկերն էր այդ ժամանակ։ Փաստորեն քո ընկերը այդ ժամանակ քո ընտրյալն էր, քո բոյֆրենդը։ Այո։ Եվ ինչա կատարվում այդ ընթացքում։ Այդ ընթացքում կատարվում է այն, որ ես կորցնում եմ իմ ազատությունը, ես իրավունք չունեմ նույնիսկ պատշգամբից դուրս նայելու, ես իրավունք չունեմ մենակով պայմանավորվել ինչ-որ համերգների հետ, համերգների կազմակերպիչների հետ, մի խոսքով սենց ամբողջովին վերցնում է իր ձեռը ամեն ինչ, ինձ թողնում է միայն խմբում պալեր բեմադրելը եւ երգերով զբաղվելը։ Ու դա այնպիսի ձևով է արվում психологическое давление։ Հոգեբանական ճնշում գործադրել։ Այո, հա։ Ու ասելով, որ առանց ինձ դու ոչ մի բան ես, եւ նման բաներ, իսկ ես այդ ժամանակ ջահել շատ բան չի հասկանում հարաբերությունների, բայց ես ինձ ճնշված եմ զգում ու ես գիտեմ մի բան, որ եթե ինչ-որ մեկը արդեն հանդգնում է ինձ սահմանափակել իմ արվեստի մեջ, այն ինչ որ ես սիրում եմ, պար, երգ մնացածը ես իմ մոտ հակառակ ռեակցիա է սկսում, ես սկսեցի հաստատվել։ Ֆինանսական մասն էր, փաստորեն ինձ վերցնում ու գախնի էր պահում։ Ինձնից էլ չի վերցնում, ինքը վերցնում է բոլորից, ովքեր վճարում են համերգների եւ այլն, մեր ելույթների համար, ու ես դա չեմ իմանում, ինքը նույնիսկ իմ խմբի հետ առանձին է իր հաշիվները ունենում։ Մի խոսքով գալիս է հասնում այն պահը, երբ որ ես իսկապես էլ չեմ դիմանում, եւ առաջինը այդ դավկայից հետո ես հիվանդացա սկզբից շատ ուժեղ, ես շատ վատացա եւ չի կարողանում հասկանալ ինչի առողջականս էս փչած վատացել
Հետո երբ որ դուրս եկա այդ վիճակից, ես իրան ասեցի, որ էլ չեմ ուզում մենք շարունակենք, ինչից ինքը սկսեց ինչ-որ խելագար բաներ անել։ Եվ դա շարունակում էր շատ երկար, նա ամենտեղ կարողանում էր ինձ խայտառակ անել, նույնիսկ փողոցում, ես չէի կարողանում, ես եթե դուրս գայի փողոց, ինքը ինչ որտեղից հայտնվում էր, հետևում էր ինձ, հայտնվում էր եւ ասում էր՝ «Դու ինչ գործ ունես փողոցում, ես քեզ թույլ չեմ տվել փողոց դուրս գաս»։ Մի խոսքով ես դիմեցի իմ բարեկամներից մեկին, որ նրա հետ խոսա, խոսեց՝ «Հա, ես կգնամ կխոսամ»։ Հա, ամենակարևորը մենք Գյումրիում համերգ ունեինք, ինչից պայթեց քուչիկը, մենք Գյումրիում համերգ ունեինք եւ այնպես ստացվեց, որ իմ պարույներից մեկը մենք վիճվել էինք, ես իրան ասեցի դուրս ես գալի խմբից, ես քեզ փոխարինում եմ, հետո ինքը հասկացավ, որ սխալ ա եղել, զանգեց ներողություն խնդրեց, ասեց հա մայա ես սխալ եմ եղել, չէ, ես ուզում եմ լինեմ, ասի լավ, ես քեզ ներում եմ, բայց այդ ընթացքում ես ոնց որ իմ ընկերոջը, որը պրոդյուսերն է, զգուշացնում եմ, որ այդ աղջիկը դուրս եկավ, ես հանեցի, այսինքն ես հանեցի, ինքը էլ չի գալու, ու չեմ զգուշացնում, որ արդեն ներել եմ հետ է գալիս, եւ դրա համար ես այն հեռախոսներ են լինում, ասենց տնական հին անտենայով, ասենց այդ հեռախոսով դու ինձ խափել ես, այսենց երեսից խփելով ու դառներ եմ ստանում իմ տան մեջ, մայրս կողքի սենյակում։ Ես իմ առաջին ռեակցիան էր չի հավատում, որ դա իմ հետ կարա կատարվի, այն Զոյա Կասմադիմյանցկու նման նայում եմ, 2-3 անգամ, այսենց ստեղ հետենց հասրեց, որից հետո այդի պայթեց, ես ոչ թե ջղանացա, ես կատաղեցի։ Ես դիմեցի մի բարեկամից, որ իր հետ խոսա, դուրս հանեցի տնից, չեմ կարող ասեմ, ֆիզիկապես դուրս եմ շպրտել տնից, դիմեցի իմ բարեկամներից մեկին, ասեց ես կխոսամ իր հետ, գնաց խոսած եկավ ասեց Մայա ինքը քեզ սիրում է։ Ու այնքան հետաքրքիր էր, իմ մոտ ինքը ուրիշ ձև էր, բայց մորս մոտ ասում էր չէ ինքն արի, ես մեղավոր չեմ, ինքն արի, գցում են իմ վրա։ Այսինքն ես ոնց որ ծուղակն էի ընկել, ոչ մի ձև չի կարողանում մարդկանց հասկացնել, որ օգնությունն է պետք, ես այս մարդուց պիտի բրցնեմ արդեն։ Ու հա, այնպեսի մանիպուլյացիայի տակ էի, իմ հեռախոսը լսվում էր, իմ տան բանալին դուբլիկատ էր հանվել, ինքը երբ ուզեր ես փակել էի դուռը, չի բացում դուռը, չի պատասխանում իր զանգերին, ինքը բանալին հանում էր, մտցնում էր, բացում էր, մտնում էր, վայ ես դուք տանն եք։ Հեռախոսի լարերը, կարծեմ ես դաժե պահել եմ Երևանում միտեղ պիտի լի, հեռախոսի լարերը սենց հատուկ սարք էր այն ժամանակ, պատիեզդից միացրել էր, որ լսեր իմ խոսակցությունները, ինքը ամեն ինչից կուրս էր, եսը չի հասկանում որտեղից է ինքը կուրսի։ Հա, ու վերջին կաթիներից մեկն էր, որ ինքը իմ շանը սենց կախեց Սայադովա փողոցում, սենց այդ բանից, պավադոկից կախեց, նենց լավ հիշում եմ, շունս կախված սենց ֆռում է, նայում է վրես, ինքը ասում է կամ ես կամ շունը, ասի շունը։ Դա իրան ահա որ ջղայնացեց, ճիշտ է ոչ մի բան չարեց շանս տվեց ինձ, բայց սկսեց հասկանալ, որ այդ մարդն ուներ հոգեբուժի կարիք։ Հա, երբ որ ես արդեն լրիվ, արդեն որ ճարահացյալ չգիտեի ինչ անի, ես հասկացա, որ պետք է չէ բառից բացի ոչ մի բան իրեն չասեմ։ Ինչ ինքը ասում է, ես պիտի ասեմ ոչ։ Պատկերացրա, որ ես պապայիս գործիքներից, պապաս լավ մեծ գործիքներ ուներ տանը, այն շպինգալետներ են լինում, որ դրան դռները փակվում են։ Գնացի քթա դա, մեխերը հանեցի, մեխով մեխեցի դուռը։ Ինքը գալիս է, ուզում է էլի մտնի, չի կարողանում դուռը փակել, դա երջանկություն էր այդ պահին, որովհետև ես է որ մի կերպ կարողացա իմ private space-ը ոնց որ ապահովեմ, էլի։ Վերջը, ես բռնեցի այն ուղին, սկսեցի ասել, չէ, հա, իսկ այդ խփածներից հետո մյուս օրը ես Գյումրիում համերգի եմ, այդ ֆոտոները պահպանվել է, ինչքան մակիաժ, ինչքան պուդրա, ինչքան բան ասես, սենց ծածկել ենք, բայց մեկը այդ սևերը երևում էր։ Մի խոսքով ոնց ավարտվեց այդ թունավոր վատ դաժան հարաբերությունները։ Ես դարձա ռոբոտ, ես սառը հայացք ընդունեցի եւ միայն ասում էի չէ։ Չէ, ինչ ասում էր, չէ, ինքը չէր խոսում, ես մեկը ասում էի չէ։ Ես հասկացա, որ ժամանակ է պետք, որ այդ ամեն ինչը ինքը հասկանա ընկալի, որ չեն արդեն իրոք չէ,
մի պահ եղավ, որ ինքը դորից հարցակվեց, ասեց դու առանց ինձ ոչ մի սկսեց մեղադրել, ինչ որ հիմար բաներ անել, բայց իսկական իսկ ինքը պրոբլեմա ունեցել։ Իսկ ով էր պրոդյուսեր, ով էր ինքը։ Դու գիտես, ես տենց չհասկացա ինքը ով էր։ Ես անկեղծ հիմա ասեմ քեզ, ես չհասկացա ինքը ով էր։ Ես ոչ իր ծնողներին էի ճանաչում, բայց ինքը միշտ կար, ինքը այնքան կար իմ կյանքում, որ ես չէի հասցնում հետաքրքրվեի ինքը ով է։ Ինքը միշտ կար, ինքը միշտ ու նայես, ինքը բալկոնից նայես, ինքը կողքի բալկոնից քեզ կնայ, այ տենց կար։ Հետագայում մնաց ոլորտում էլ թե անհետացավ։ Չէ, ինքը անհետացավ հետո, ինքը անհետացավ, որովհետեւ հիմա անիմաստ է, հանրային մարդ չի։ Չէ, հանրային մարդ չի, բացարձակ հանրային կարար դառնալ այն ժամանակ, բայց չդառավ։ Ինքնից ասեց խփիր ինձ, ես կգնամ, որ ես հասկանամ, որ դու ինձ էլ չես սիրում, ես խփեցի։ Ասեց մի հատ է խփեցի։ Ապտակեցի։ Առաջին եւ վերջին ապտակներս էին։ Գիտես, ի հաճույքով էի ապտակում, չես պատկերացնում, որովհետեւ ինքը շատ դաժան վարվեց իմ հետ։ Ես կյանքում չի պատկերացնում, ես ինչ որ մարդու վրա կարամ ձեռ բարձրացնեմ, բայց ես այդ ապտակից հաճույք ստացա։ Մենք գտնվում ենք Venus Gifts խանութ սրահում, որտեղ գիտեք տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ ներկայացվում են լավագույն ապրանքատեսակները, ամենագեղեցիկ եւ ամենալայն իհարկե մատուցմամբ։ Այս պայն մենք խոսելու ենք Christofel հայտնի ֆիրմայից, որը գործում է 1830 թվականից, ֆրանսիական ֆիրմա է եւ իհարկե հայ կանայք եւ տղամարդիկ գրեթե բոլորը ճանաչում են այս ֆիրման։ Այն շատ դասական է եւ միաժամանակ իհարկե timeless, մնայուն։ Պետք է նշել, որ Christofel-ը համագործակցում է Venus Gifts խանութ սրահի հետ վաղուց եւ ներկայացված է այս գեղեցիկ իհարկե առանձին հատվածով Venus Gifts-ում։ Նաեւ պետք է նշենք, որ շուտով լինելու է հատուկ անակնկալ Venus-ի հաճախորդների համար։ Հատուկ piece, հատուկ իհարկե մի բան, որը հենց միայն այստեղ կարող եք գտնել։ Այնպես որ լայն տեսականին եւ բնականաբար իհարկե նոր հավաքածուները եւ լեգենդար ապրանքները Christofel ֆիրմայից կգտնեք այս խանութ սրահում եւ ոչ միայն։ Գիտեք մշտապես, որ գալով այստեղ ծանոթանում եք նոր տեսականիների հետ եւ ձեզ համար բացահայտում ամենագեղեցիկն ու լավագույնը։ Ողջույն, հոգեբանի մոտ այցելել պետք է յուրաքանչյուրիս, երբ կա որևէ խնդիր կամ երբ կա օրինակ տագնապային զգացողություն, տարբեր հոգեվիճակներ, որոնք միայնակ լուծել ցավոք մենք չենք կարող։ Այդ առումով մեզ պետք է փորձառու եւ լիցենզավորված հոգեբան, այս պայմանին կողքին է նստած հենց նման մասնագետ, ով Միացյալ Նահանգներում գործում է լիցենզավորված եւ միաժամանակ իհարկե կարողանում է լուծել մարդկանց բոլոր խնդիրները։ Սարա Գերոնի այս պայմանին կողքին, շնորհակալ եմ ժամանակ գտնելու համար։ Կասեք, ինչու մեր մշակույթում չկա առանց խնդրի հոգեբանին այցելելու մշակույթը։ Ցավալիորեն երևի ժամանակի հետ կապված, կուլտուրայի հետ, մեր մշակույթի հետ կապված, ինքս մեծանալով Հայաստանում ավելի շատ ընդունված էր երևի ընտանիքի մեջ բոլոր հարցերը լուծել, չէ՞, ընտանիքներ զրուցում էինք իրար հետ, ստեղ դրա պակասը կա նախ մարդկանց միջև, միայնակությունը կա, ամոթը կար, մարդիկ կան, որ միջև հիմա միջայլոց մարդիկ դիմում են, որ ասում են ամոթ չի, երևի այդ ամոթի բանը մարդիկ չէին ուզում, ցավալի է դա նշել, բայց տարօրինակ երևալ։ Լավ, ես ունեմ փորձառություն հոգեբանի մոտ այցելելու ու պիտի ասեմ, որ ինձ համար անսովոր էր առաջին միայն այցելությունը, որից հետո իմ մոտ ձևավորվեց շատ այդպես ջերմ եւ դրական վերաբերմունք հոգեբանի նկատմամբ։ Այդ դուք ինչպես եք կարողանում անել, որ մարդիկ ձեզ միանգամից վստահում են, որովհետեւ մեծ թվով այցելուներ ունեք, ովքեր սիրով են գալիս եւ ժպիտով հեռանում։ Դեք ինձ թվում է հոգեբանի համար կարևոր գործոններից երևի մեկը նախ անձնական մոտեցումը ստեղծել միջավայր, որտեղ անձը չզգա, որ նա կարող է դատված լինել։ Դատողական ոչ մի միտք չարտահայտել մարդու հանդեպ եւ կրկին նշեմ, որ շատ կարեւոր է ստեղծել մի միջավայր, որտեղ իրեն կարողանան հանգիստ զգալ, արտահայտել այն ամեն ինչը, ինչ որ երևի շատ անգամ իրենք իրենց չեն ուզում արտահայտել։ Դե ինչ ես առաջարկում եմ ձեզ զանգարել նշված հեռախոսահամարով, հոգեբան Զարա Գերին սպասում է ձեր զանգերին, առցանց հեռախոսով կամ պարզապես on-line տարբերակով կարող եք անցնել այցելությունները։ Մենք մեր սիրելի Art in Beauty Aesthetics-ում ենք, որտեղ կատարվում են գեղեցկության եւ առողջության պրոցեդուրաներ։
Բժիշկ Արտակ Մկրտչյանն է մեր կողքին, ողջույն բժիշկ, Բարև ջան։ մեր կողքին լինելու համար։ Այսօր խոսելու ենք ձեռքերի liposuction-ի մասին, կպատմեք ինչ է դա եւ ինչպես է դա կատարվում։ Դե բարև բոլորին, այն մարդիկ, որոնք մեզ հետևում են, արդեն գիտեն, որ մենք տարբեր պրոցեդուրաներ ենք առաջարկում ճարպը հեռացնելու համար, երբեք գուցե դեռ չենք խոսել ձեռքերի մասին, միշտ խոսում ենք փորի մասին, կրկնակզակի մասին, այսօր ես ուզում եմ մեջբերում անել ձեռքերի այս մասի liposuction-ի մասին, որտեղ կան մարմնի մասեր, քանի անգամ ես արդեն նշել եմ, իմ ամենասիրած պրոցեդուրան դա կրկնակզակին է, որտեղ դու երբեք չես կարող սա թաքցնել եւ անելուց հետո միանգամից ջահելանում ես մի 10-15 տարի, նույնն է ձեռքերն է, երբ որ դու հագնում ես ինչ-որ շորեր, այս ձեռքերի մասերը բաց են, այստեղի ճարպը ծանրությունից կախվում է։ Ես ուղղակի չեմ կարող վիդեոն ցույց տալ YouTube-ի համար, կարող եք մտնել մեր Instagram-ան page-ը, տեսնել հիվանդը այստեղ պարկած է, կներեք։ Սա ձեռքի այս մասն է, պարկած ժամանակ երկու փոքրիկ կտրվածք է լինում, մի հատ այստեղ, նրանք հետո ընդհանրապես հեռանում են։ Եվ կանյուլայի միջոցով կարող եք մյուս նկարի մեջ տեսնել ամբողջ այս ճարպը հեռացվում է։ Երբ ճարպը հեռացվում է, ավելորդ կաշի հավաքվում է, դրա դեմ ինչպես կարելի է։ Տեսեք, շատ կարևոր է, որ ես հաճախորդներին տեսնեմ, որտեղ բոլորը չեն, որ ճիշտ կանդիդատն են մեր։ Եթե մենք ընտրում ենք եւ դա մեր համապատասխան հաճախորդն է, լազերային մեքենան նաեւ ձգում է այդ մաշկը, դեռ չենք ունեցել խնդրեմ, որ ավելորդ մաշկը կախվի։ Շատ լավ, այսօրվա համար այսքանը, հաջորդ անգամ կխոսենք կրկնակզակի մասին, այնպես որ հետևեք մեզ նաեւ հաջորդ թողարկմանը։ Անարդարություններ շատ է եղել եւ նաեւ ինչ որ կետ է գալիս քո կյանքում մասնագիտական, որ դու հասնում ես հավանաբար ինչ որ փակուղու, հա, այսպես ասած։ Եվ մտածում, որ պիտի ինլայն ես, հա, ինչ չա կատարվում Հայաստանից տեղափոխվելու առաջ քեզ մոտ քո կյանքում։ Հա, դե բավականին տարիներ են անցնում։ Ինչա կատարվում։ Նախ սկսում ես մեծանալ։ Եվ սկսում ես մտածել, որ բեմից պետք է ճիշտ ժամանակին հեռանալ։ Երկրորդը, եթե մնում ես կողքից ինչ-որ բաներ զբաղվելով, ինձ ընդհանուր սիտուացիան սկսեց դուրս չգալ, որովհետև խաբեբայությունը քցոցին շատ էր։ Հիմա չգիտեմ ոնց է, բայց շատ էր։ Այսինքն ինչ էր տեղի ունենում, ինչ էր, եթե ավելի նյութական խոսենք, հա, ավելի իրական դեպքեր առաջ բերելով։ Այդ ժամանակ մենք աշխատում էինք կլուբերում, հիմնական մեր եկամուտը կլուբերում էր։ Մի կլուբը փակվեց, գնացին մյուսը կրվեց մյուսի հետ, երկիշները բաժանվեցին, հետո բացվեց Ջանին էլ նենց մի պլանկա դրեց, որ իրանք պետք է որոշեն, ով է իրանց մոտ աշխատում, ով չէ։ Ես ընդունվեցի Ջանի, բայց ինձ մթնոլորտը դուր չեկավ, ոչ թե վատ մթնոլորտ էր, այլ ես չեմ կարողանում երգել այնտեղ, որտեղ խմած մարդիկ կարող են իրենց թույլ տալ բարձրանալ բեմ, մտնել գրիմյորկա ու ինչ-որ ուրիշ բաներ իրենց թույլ տալ։ Ես արդեն հոգնել էի դրանից։ Իսկ ով էր այդ ժամանակ այդտեղ երգում։ Բոլորը երգում էին։ Ես հիշում Արսեն Սաֆարյանն էր։ Արսեն Սաֆարյանն էր երգում, Շպրոտն էր երգում, Շպրոտը ինձ շատ այդ ժամանակ շատ դուխ էր տալիս կոպիտ ասած, բայց ես երկար չդիմացա, չէ։ Գիտես, մթնոլորտը շատ էր փոխվել արդեն, ապահով քեզ չէիր զգում ոչ միտեղ։ Ընդհանրապես ստեղծագործելու մասին ընդհանրապես պետք է մոռանել, որովհետև չկար մուսա, որովհետև դու միշտ մտածում ես այսօր գնաս քո օրվա հացի բանը վաստակես, հետո մտածում ես հանկարծ քեզ ոչ մեկ այնտեղ չկպնի, հանգիստ հասնես տուն, գալիս ես տուն, երկրորդ ձեն սուրկա ոնց է հակրկնվում է, երկրորդը ստեղծագործելու արդեն ջիղն էլա կոտրվում, որովհետև դու պետք է հասկանում են միայն ռաբիզ ինչ որ տենց երգեր, որը ես իմը չի, ոնց ֆրում եմ ես, էլի։ Ու եկա փակուղու մեջ ընկա։ Տեսեք, սա լավագույն ապացույցն է, թե ինչպիսի մեծ դեգրադացիա է ապրել հայկական շոու բիզնեսը 90-ականներից եւ 2000-ականների սկզբից հետո։ Հիմա երբ միացնում ենք 90-ականների ավարտի եւ 2000-ականների միջև առաջին կեսի տեսահոլովակները, հասկանում ենք, որ դրանք համընկնում են միջազգային տենդենսների հետ այդ ժամանակ եւ դրանք իսկապես չունեն որևէ ռաբիստար, միանգամայն էլ էսթետիկա է, ամեն արտիստ ունի իր գույնը ու իր տեղը, չկրկնելով մյուսին։
Եվ յուրաքանչյուրի տեմբրալ առանձնահատկություններ, անգամ ռադիոյով երգը լսում էիր, հասկանում էր, թե ով է երգում դա։ Հետո հասկանում ենք, որ արդեն 2000-ականների, 2010-ականներից սկսվում է այդ, երբ հակառակ process-ն է տեղի ունենում, երբ ռեստորանն է գալիս mainstream եւ mainstream-ը ստիպված է լինում ռեստորանում գտնել հաց ու ջուր, ու արդյունքում տարիներ շարունակ դեգրադացվում են, միջև այս երիտասարդ արտիստները եկան ու բարեբախտաբար փորձում են փրկել իրավիճակը ու դա իրենց մոտ շատ լավ ստացվում է։ Ինչ որ լճանում տենց շոու բիզնեսը ըստ քեզ եւ ինչու էր դու ստիպված լքել Հայաստանը։ Դե նախ սկսենք նրանց, որ արդեն ռաբիզը մտավ եթեր, դա երևի ամենամեծ սխալն էր, ես էլ եմ մասնակցել այդ սխալին, այդ շոու ծրագրին, որտեղ մենք էստրադա երգիչներ փորձում ենք ռաբիզ երգել, հիմա որ հետ եմ նայում, դա սխալ էր, ամեն մի բանը պետք է իր տեղում մնար։ Դուք էլ եք փաստորեն մասնակցել այդ ավանտյուրային, ասում եմ։ Այո, ավանտյուրային ես էլ եմ մասնակից եղել։ Հետո եկան երգեր, որոնք բոլոր երգում են ոնց որ նույն երգը, բոլոր երգիչները նույն ստիլի մեջ են երգում, ոնց որ նույն երգն էին երգում այդ։ Դա էլ անհետաքրքիր էր։ Ոնց որ ասպարեզ ինձ համար լճացավ արդեն ես էլ ինչ անեի, էլի։ Պլյուս դու ինչ որ բան ես պատրաստում, ոգևորված սկսում ես դրա վրա աշխատել, հետո օրինակ եմ բերում, ասենք թե պետք է գնաս գործիքավորման, 10 տվել ես գործիքավորման, հետո զանգում ես ասում ես հա առաջ գնացել ես, իրանք չեն վերցնում ուղղակի հեռախոսը չեն վերցնում, սկսում են ցրել, հետո ասում են հա, հետո նորից ես զանգում որ պայմանավորից էլի չեն վերցնում, այդ ամեն ինչը սենց կամած սենց հավաքվեց, ու ես հասկացա, ես ուզում եմ լրիվ փոխեմ իմ ոլորտը, ես ուզում եմ լրիվ ուրիշ աշխարհ։ Ես գիտեի, որ դժվար է լինելու, դժվար էր, հա, դա շատ դժվար է, բայց մեկը ես հաճույքով ընդունեցի այդ ուրիշ աշխարհ։ Հաշվի առնելով աուդիտորիայի հոգեբանությունը, ես գիտեմ ու հասկանում եմ, որ ամեն մարդու միգրացիան դա անձնային պատմություն է եւ ամեն մեկն ունի իր պատմությունը, իր դրաման, որով կիսվել է անգամ դժվար է երբեմն։ Բայց հիմա արդեն պատկերացնում եմ, որ երբ դուք այսպես եք պատմում այդ տեղափոխության պատճառի մասին, մի շարք ալիք է լինելու կոմենտների, որ արդյոք հնարավոր չէ, չգիտեմ, փոխել դա Հայաստանում, արդյոք հնարավոր չէ հարմարվել, արդյոք հնարավոր չէ գտնել սեփական թիմը եւ այլն։ Այսինքն հաստատ մեղադրանքի սլաքներ ուղղվելու են այս բարագայում, գուցե հիմա փորձենք ավելի այսպես իրական բացատրել, թե ինչա ձեր ներսում տեղի ունեցել։ Հնարավոր լիներ կփոխեի։ Ուրեմն հասել եմ նրան, որ հնարավոր չէր, որովհետեւ ես ամեն ինչ փորձեցի եւ հասկացա, որ ես այդ պատնեշը չեմ կարող ուղղակի ջարդել եւ իմ ռեսուրսները այլևս այն չեն, այսինքն ես էլ չեմ կարող դրանով զբաղվել, արդեն դե էլ ուշ։ Եվ ուզում եի ավելի ազնիվ մթնոլորտ եւ շրջապատ, որը ինչ որ չափով կտա այստեղ։ Լավ, եկեք նաեւ խոսենք այն մասին, ինչպես եք հանդիպում ձեր արդեն նախկին ամուսնուն, այդ ծանոթությունը, հանդիպումը, ընտանիքի կազմավորումը, այդ փուլի մասին կուզեի նաեւ խոսել։ Ինչ որ մի նկարահանումների ժամանակ, ինչ որ մի սերիալում, հա, նա ներկա էր եւ այսպես խոսալով կամած ընդհանուր հետաքրքրություններ ունենալով կինոներից, սերիալներից, չգիտեմ, ամեն ինչից եւ ինչ-որ տենց ինքնիստինքյան զարգացան հարաբերությունները եւ երբ որ ես արդեն եկա առաջին անգամ Ֆրանսիա խաղերի, այդ ինտերվյուի խաղերին, թիմով մեր հայկական արդեն վերջին օրը ինձ զանգեց իմ դեռ այդ ժամանակ ամուսինս չէր, զանգեց, ասեց ես զանգել եմ քեզ առաջարկություն անեմ, դու կամուսնանաս հետ, ես ասեցի այո, հա համաձայնվեցի, որովհետև տեսեք ինքն էլ էր նույն ոլորտից, այդպես բոլորը իրեն գիտեին, շատերը նմանեցնում էին անգամ Չե Գևարային, չէ՞, այդպես առաջին անգամ եմ լսում, բայց հա կարող է։ Ու բոլորի համար ոլորտում ձեր կապը անհամատեղելի էր տեսակների եւ բնավորությունների առումով, տենց շշուկներ կան քննարկում։ Տարիքային երևի ավելի շատ։ Դե ես ճուզեցի։ Ես կասեմ, որովհետեւ ես ինքս էի այդպես մտածում, որ հնարավոր չի նման բան, բայց արի ուտես, որ հնարավոր է։ 9
9 տարվա, բայց ես միշտ ասել եմ ինքը ոնց է բիձալիներ իմ համար, էլի, որովհետև ինքը շատ զարգացած է ու շատ կարդացած եւ շատ հետաքրքիր է իր հետ զրուցելը։ Ու իսկապես մեր այդ 6 տարվա կյանքը շատ ուրախ, շատ երջանիկ կյանք էր, ինքը շատ լավ հայր էր, հետո ասենց բան փոխվեց, այսինքն ես հասկանում եմ ինչ փոխվեց, այդ ժամանակ մենք ստաբիլ չէինք դեռ Ֆրանսիայում եւ շատ դժվարություններ կար եւ ինքը առաջինը չդիմացավ դժվարություններին եւ տենց ինքը չդիմացավ դժվարություններին։ Ինչպես տեղի ունեցավ բաժանման process-ը։ Ես չեմ ուզում դրա մասին խոսել, ցավոտ էր, ես նա կարար ուրիշ ձև աներ, ինքը լավ չարեց այդ քայլը լավ չէր, կարելի էր ավելի մարդկային անել։ Բայց դե հիմա արդեն անցավ գնաց, ներել եմ, ինքը լավ հայր է, երեխային տեսնում է, մենք շփվում ենք, միշտ նորմալ է։ Իսկ եթե չխոսենք մանրամասների մասին, այլ կիսվեք ուղղակի ձեր էմոցիաներով, այդ շրջանը հաղթահարելու, հաշվի առնելով, որ բազմաթիվ կանայք կարող են նույնի միջով անցնել ու ձեր օրինակը գուցե օգնի իրենց։ Ամուսնանալու ժամանակ ես ուղղակի ամուսնանալուց առաջ ես ուղղակի խորհուրդ կտամ յուրաքանչյուր կին հասկանա, որ դա անխուսափելի է, դա մեկը կատարվում է նման բաներ։ Ոչ մեկի վրա 100% չի կարելի վստահ լինել։ Այդքան բան։ Իսկ հայ կանայք վստահ են, չէ՞, լինում իրենց ամուսնու վրա 101%։ Շատ, հա, եւ ինչքան ավելի վստահ են լինում, ավելի ցավոտ է լինում հետագայում, երբ որ ինչ-որ բան է սկսում կատարվել։ Իսկ ինչպիսին էր ձեր հոգեվիճակը միգրացիայի շրջանում ամուսնալուծվելիս, երբ հասկանում եք ունեք երեխա անչափահաս տղա, ունեք մի շարք չլուծված հարցեր, ապագայի հետ կապված ամեն ինչ մշուշում է եւ տեղի ունենում այդ պահին հավանաբար ձեր համար տրագեդիա։ Ինչ անել, ընկճվել, կոտրվել, լինել կին, բարես լավ իմաստով, թե հավաքել ուժերը եւ էլի լինել կին, էլի բարես լավ իմաստով։ Այդ նորությունը ես իմացա հենց մամայիս տարի ժամանակ, տարիներ հենց։ Այդ ինչպես ասում են двойной удар։ Շատ հետաքրքիր է, որ ես ինձ չկորցրի, երևի ինչ որտեղ ենթագիտակցաբար սպասում էի նման բանի, ուղղակի գիտես ափսոսանք էի ապրում, որովհետև մենք լավ ընտանիք էինք, ափսոս էր, իսկապես ափսոս էր ու ափսոս, որ ճիշտ է երեխան փոքր էր այդ ժամանակ, բան չհասկացավ, բայց լավ էր, հասկանես ինչ որ լավ բան էր ստեղծվել եւ այդ ամեն ինչ քանդելը իմաստ չուներ ինձ թվում, բայց դե լավ է, ամեն մարդ իր մասին է մտածում։ Ես շատ վախեցա սկզբից, որովհետեւ օտար երկրում ոչ մի ստաբիլություն դեռ չկար եւ ինձ շատ օգնեց իմ քույրը Բելգիայից եւ նրա ընտանիքը ինձ շատ մоральный поддержка արեցին եւ ամեն ինչով, որովհետեւ ինձ հետ այդ ժամանակ պետք էր խոսել, որ ես մինչև այդ մայրս ինձ փրկում այդ իրավիճակներից իմенно պսիխոլոգիչեսկի ինքը ինձ կարողանում էր ինձ հանել, իսկ այս դեպքում արդեն որ ինքը չկար, քույրս ոնց որ կարողացավ դա անել եւ չասեմ, ես ընդունեցի իրականությունը եւ սկսեցի ապրել իրականությամբ։ Այո։ Ինչ է կատարվում քո հետ, երբ նախկին ամուսինը, ով այդ ժամանակ դեռ քո ամուսինը չէր, քեզ զանգահարում է ու առաջարկում ամուսնանալ։ Անսպասելի էր բավականին, որովհետև արագ էին ընթանում, արագ էր զարգանում ամեն ինչը։ Գիտես, ուրախություն էր, ես ինձ երջանիկ զգացի ու ինձ այն փաստը, որ վերջապես կա իմ կողքին մի մարդ, որի հետ ինձ հետաքրքիր է եւ ես կարամ վստահեմ նրան, դա ինձ բավականին այդ պահին երջանկացրեց, բայց միշտ ինչ որ ենթագիտակցություն կա,
Երևի ես այտենց սովորել եմ տարիների ընթացքում, որ ինձ միշտ ասում եմ ինչը վերջ մի ուրախացիր։ Իսկ տենց հեշտ է ապրելը։ Հա, Իսկ այդ բանին դու հասկանում ես, որ դա ողջ կյանքի համար է, այդ ամուսնությունը։ Թե մտածում ես, որ այնուամենայնիվ տարիքային տարբերությունը գուցե ինչ որ տարիքում իր մասին հիշել դա։ մի քիչ մտածում եմ դրա մասին, բայց քանի որ պահը այնքան երջանիկ էր ինձ համար եւ ինչ որտեղ ես իմ կյանքում արդեն բավական տարիներ սպասում էի նման բան որ լինի, ես բոլոր մտածմունքներս նեգատիվ գցեցի մի կողմ եւ որոշեցի տրվեմ հոսանքին, այսպես ասած։ Միշտ դժվարությունների ընթացքում ընտանիքում մարդկանց բնավորության գծերը առաջին պլան են գալիս։ Ոմանք մարտիկ են, ոմանք մարտունչում են, ոմանք կարող են պայքարել, իսկ ոմանք հակառակ կարող են կրիայի պես մտնել իրենց պատյանը, ինքնապաշտպանվել, ոմանք կարող են ջայլամի պես գլուխը թաղել ավազի մեջ, փորձելով չնկատել սխալները, ոմանք կարող են փախնել։ Ինչ տեղի ունեցավ ձեր ընտանիքում։ Նա պարզապես լքեց իր ընտանիքը։ Ես ուզում եմ հավատալ, որ զգացմունքներ ունեցավ դրա համար։ Եվ երևի թե ես կհասկանայի դա, եթե դա ինձ ասվեր ուղիղ, չնայած ինձ դա չէր ասվել, բայց ես դա հասկացա եւ տեսա, ես տեսա ավելի շուտ դա եւ բաց թողեցի, որովհետեւ դե էլ ինչ, եթե արդեն դու զգում ես, որ մարդը, որին դու սիրում ես ու քո կողքին ա եղել, այլևս քոնը չի, լրիվ օտար մարդ էր իմ առջև կանգնած, լրիվ օտար։ Դա սարսափացնում է իսկականից։ Իսկ դու տեսար լուսանկարներով, թե պատահական փողոցում ինչպես դա իմացար։ Ես զգացի, հետո շատ էր հեռախոսի մեջ ինքը եւ դա միջալոց առաջին բանն է, զանգակն է, այսպես ասած, երբ որ տղամարդը միշտ հեռախոսի մեջ է ու ուշադրություն չի դարձնում իր ընտանիքի վրա։ Ու դու զգում ես, որ ինքը գրվում է, ոչ թե ուղղակի հեռախոսի մեջ հիշուսոց կայքում է։ Դե երևի դա։ Դու շատ գեղեցիկ ես նաև խոսում քո նախկին ամուսնու մասին, հավանաբար նաև որդուդ հայրը լինելու եւ լավ հայր լինելու հանգամանքով պայմանավորված, դա շատ նուրբ թեմա է այնպես անել, որպեսզի նաև այս հարցազրույցից կամ ընդհանրապես որևէ կերպով տղայի հոգեբանությունը չտուժի։ Այդ հարցին ինչպես ես նայում, ինչպես ես խոսում իր ներկայությամբ իր հոր մասին։ Նա գիտի ճիշտ է։ Ես գտնում եմ, որ նա պետք է իմանալ ճիշտ է, ոնց է կատարվել։ Ուղղակի ես կողքից ավելացնում եմ, որ կարար ուրիշ ձև լիներ բաժանումը, մի քիչ սխալ է գնացել։ Կարելի էր ուղղակի նստել, խոսել, հասկանալ, ես նենց մարդ եմ, որ ես կարամ ընդունեմ, որ կան ինձ ասեն, գիտես, ես էլ քեզ չեմ սիրում, ես սիրում եմ ուրիշին, ես կընդունեմ դա, որովհետև ամեն մարդ ինքը անհատականություն է, ունի զգացմունքները, այսօր սիրում եմ, վաղը չի սիրում, հակարա լինի տենց բան։ Բայց իմ դեպքում մի քիչ դաժան էր ավելի։ Եվ ես գտնում եմ, որ իմ տղան այս տարիքում պիտի իմանա, որ նման սիտուացիաներ կյանքում լինում են ու որն է ճիշտը, որն է սխալը այդ սիտուացիայում։ Ու չվարվի այդպես։ Այո։ Երևի թե այս թեմային չանադառնալ չի լինի, որովհետև ձեր կյանքի ամենամեծ հարվածն է։ Յուրաքանչյուր մարդու կյանքի ամենամեծ հարվածը կլիներ։ Ձեր մայրը լուսահոգի Ժանյա Մկրտումյանը ամենաջերմ էմոցիաներ առաջացնող դերասանուհիներից մեկն է մինչև օրս։ Թատրոնում նրա դերերը բնականաբար իհարկե բոլորն են հիշում եւ բոլորն են գնահատել։ Մի սերնդի համար նա նաեւ սիթքոմերից է շատ հայտնի եւ ջերմացնող մարդկանց հոգիները, Կարքին սերիալում նրա կերպարը բոլորս ենք շատ սիրում եւ այլն։ Ու միգրացիան ամենադաժան բանն է, որ կարող է մարդու հետ տեղի ունենալ։ Ես գիտեմ, թե դա ինչ է, խոսել հեռախոսով ծնողներիդ հետ ու չիմանալ ինչ է կատարվելու մի փոքր ավելի ուշ։ Հատկապես երբ կա առողջական խնդիր, առողջական հարցեր, հավանաբար յուրաքանչյուր անգամ վախով ես հեռախոսը դնում։ Դե
դու որ ասեցիր այդքան ուրեմն հասկանում ես որ մենք շատ մտերիմ ենք եղել շատ մտերիմ ենք եղել մենք միշտ զրուցել ենք ամեն ինչից ես գաղտնիք չեմ ունեցել իրանից ինձանից եւ իմ միգրացիան այսպես ասած պայմանավորված էր մենք իրար հետ արդեն պայմանավորվել էինք մենք որոշել էինք դա որ գնում եմ ես հետո ինքը դեռ դերեր ուներ դեռ խաղում էր հետո երբ որ արդեն ինքը չկարողանա խաղա արդեն երբ որ դե ինքը ասեց հենց քանի կա ես մնամ խաղամ իմ դերերը հետո արդեն ես կգամ քո մոտ ու ես կգամ քո մոտ ամեն անգամ խոսալուց ես քեզ կտանեմ Փարիզ կտեսնես կգնանք Լուվր կգնանք ստեղ կգնանք այնտեղ ու էլի տենց մի երեկո ասեց ցավում աստեղ վաղ ասեց բժիշկի եմ գնալու չեմ հասկանում շատ է ցավում այդ վաղն էր առավոտը 8-ին ինձ զանգում եմ Զարմիկ ասում է սենց բան է եղել ասում ոնց բժիշկը չհասավ ուղղակի հենց հիվանդանոցում այդ կարիդորում սիրտը կանգնեց Մենք գտնվում ենք Implantum կլինիկայի Լոս Անջելեսյան մասնաճյուղում, իմ կողքին Սարգիս Փափազյանն է, բժիշկ ատամնաբույժ, ով բնականաբար իհարկե տարիներ շարունակ այս ոլորտում է աշխատում եւ արդեն վայելում է նաեւ մեր համայնքի վստահությունը։ Դոկտոր Կրկին ողջույն, շնորհակալություն նորից ժամանակ գտնելու համար մեր հարցերին պատասխանելու։ Բոլորը այս օրերին խոսում են all on 4 ծառայության մասին, ինչ է դա նշանակում։ Այո, շատ հետաքրքիր հարց է, շնորհակալություն։ Դա ինչ է նշանակում, այսինքն հիվանդը գալիս է անատամ կամ ատամներ ունի, որ պետք է հեռացվի, նույն օրը հեռացվում են ատամները, տեղադրում են իմպլանտները եւ տեղադրում են ժամանակավոր ատամներ։ Այսինքն հիվանդը գալիս է առանց ատամների, դուրս է գալիս իմպլանտներով ու իր ատամնաշարով։ Այսինքն մարդը մի օրում կարող է այդ գործընթացը սկսել եւ ժամանակավոր լուծում գտնել եւ բնականաբար իհարկե անցնել ողջ առողջական process-ը, հա։ Այո, ճիշտ այդպես։ Դե ինչ զանգահարեք նշված հեռախոսահամարով, այցելեք կլինիկայի Լոս Անջելեսյան մասնաճյուղ, եթե ունեք հարցեր, վստահ եմ այստեղ ձեզ շատ ջերմ կդիմավորեն։ Լավ եղեք եւ առողջ եղեք։ Երբ խոսքը վերաբերվում է մարդու առողջությանը, մենք չափազանց ուշադիր ենք տված ինֆորմացիայի վերաբերյալ եւ պիտի ասենք, որ դա անում ենք հանգիստ խղճով, որովհետեւ Աջափնյակ բժշկական կենտրոնում գործում է միջազգային ստանդարտ, որը մեզ համար ամենակարևորն է։ Կարևոր է նաեւ աշխատակազմի եւ մարդկանց ջերմությունը եւ ուշադրությունը։ Հենց ամենասկզբից առաջին տպավորությունը չափազանց ջերմ է, որովհետեւ այստեղ դիմավորում են ժպիտով եւ միաժամանակ իհարկե կարող ենք առանձնացնել ամենակարևորը արագ, որակով եւ չափազանց պատասխանատվությամբ սպասարկումը։ Գոյություն ունի մարդու մարմնի զանգվածի ինդեքս հասկացողությունը։ Եթե այդ ինդեքսը գերազանցում է 35 ցուցանիշը, ապա մարդը պետք է մտածի արդեն այդ վիրահատության մասին։ Իսկ ավելի պարզ ասած, եթե մարդու քաշը գերազանցում է 90 կիլոգրամը, իսկ հասակը կազմում է 1.65 մետր, այսինքն 1 մետր 65 սանտիմետր, 1 մետր 75 սանտիմետր, ապա դա նշանակում է, որ մարդը արդեն կարիք ունի բարիատրիկ վիրահատության մասին մտածելու, բայց այստեղ պետք է նաև փորձել ֆիթնես եւ նաև դիետա եղանակները։ Եթե նրանք արդյունավետ չեն, ապա պետք է մարդ մտածի բարիատրիկ վիրահատության մասին։ Քանի որ մեր կենտրոնում գործում է հայդոկ հավելված, որ թույլ է տալիս, որպեսզի մեր բուժառուները կատարեն նախնական խորհրդատվությունը on-line ֆորմատով, մենք մեր բոլոր պացիենտներին, որոնք դիմում են արտերկրից, առաջին խորհրդատվությունը կատարում ենք on-line, որպեսզի մենք հասկանանք, թե բուժառուն ինչ գանգատներ ունի։ Եվ հետևաբար մենք նախատեսում ենք, որ բուժառուն գտնվի Երևանում առնվազն 3 շաբաթ։ 3 շաբաթ դա իրանց ենթադրում է, որ ինքը գալիս է, հետազոտվում է եւ կատարվում է վիրահատություն, եւ 2 շաբաթ ինքը գտնվում է Երևանում, որպեսզի մեր մոտ մնա ինքը հսկողության ներքո։ Բայց մեզ համար կարևորը, որպեսզի մեր բուժառուն առնվազն մինչեւ գալը 2 շաբաթ կատարի մեր բոլոր ցուցումները իր երկրում, որից հետո նոր գա մեր մոտ պատրաստի արդեն վիրահատության։ Ամեն դեպքում մեզ համար իսկապես շատ կարևոր է, որպեսզի մեր բուժառուները լքեն բժշկական կենտրոնը լիարժեք ապաքինված։ Դա է մեր հիմնական նպատակը։ Գովազդային այս ինտեգրումը կհետաքրքրի հատկապես մեր հայրենակիցներին ու իրավաբաններին, ովքեր ցանկանում են մշտական կամ ժամանակավոր բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում օրինական տարբերակով։ Այսօր ձեզ պատմելու եմ Մայամիի Հոլիվուդ քաղաքում գտնվող 21 Hollywood
բնակելի համալիրի մասին, որը ճարտարապետական գլուխգործոց է 14 հարկանի եւ լավագույն տարբերակներից մեկը կարող է լինել նաեւ ներդրողների համար։ Այս ծրագիրը ձեզ հնարավորություն է տալիս ներդրում կատարել, օրինակ $800,000-ից սկսած եւ առաջիկա 5-ից 7 տարիների ընթացքում վերադարձնել այդ գումարը, միաժամանակ նաեւ մշտական կամ ժամանակավոր բնակության հնարավորություն ստանալ Միացյալ Նահանգներում ամենաօրինական ճանապարհով։ Այս ներդրման շնորհիվ դուք հնարավորություն կունենաք օրինական ճանապարհով EB5 ծրագրով դիմել մշտական բնակության, այդ թվում նաև ձեր ընտանիքի անդամների համար։ Այսպիսով դիմող կողմը, այսինքն ներդրողը, հնարավորություն ունի ժամանակավոր, ապա նաև մշտական բնակության հնարավորություն ստանալ EB5 ծրագրով իր կնոջ, այդ թվում նաև մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների համար։ Ստացվում է այսպիսով դուք այս նախագծում կարող եք ներդրում կատարել, որը չափազանց հեռանկարային նախագիծ է ոչ միայն իր դիրքի, այլ նաև իհարկե ճարտարապետական գլուխգործոց համարվելու շնորհիվ եւ միաժամանակ ապագայում այն կարող է ձեզ մեծ եկամուտներ բերել, քանի որ այն չափազանց հեռանկարային ծրագիր է։ Միաժամանակ դուք ընտանիքի անդամներով հնարավորություն կստանաք ժամանակավոր, ապա նաև մշտական բնակություն հաստատել այս համալիրում։ Մինչդեռ նաև պետք է նշել, որ 21 Hollywood-ը հիանալի բնակելի համալիր է, որը ներառում է ոչ միայն բնակարաններ, այլ նաև ընդհանուր օգտագործման ֆանտաստիկ տարածքներ, մանկական այգիներ, կինոսրահ, խանութներ, մի խոսքով այն ամենը, ինչ պետք է գեղեցիկ ու ապահով կյանքի համար։ Վստահ եմ, մեզ դիտում են նաև իրավաբաններ, ովքեր փորձում են լուծել մշտական թվացող հարցը, թե ինչպես օրինական ճանապարհով ներդրողների մշտական կամ ժամանակավոր բնակությունը հաստատել Միացյալ Նահանգներում։ Այս նախագիծը կօգնի ձեզ, առավել մանրամասների համար կարող եք այցելել կայք կամ զանգահարել նշված հեռախոսահամարով։ MS Travel-ը մշտապես ձեզ առաջարկում է լավագույն ուղևորությունները ամենահետաքրքիր տոներին եւ նավարկություններ դեպի ամենատարբեր վայրեր։ Այս անգամ խոսելու ենք մենք Mother's Day cruise-ի վերաբերյալ, որին մասնակցելու են հայտնի ու անվանի երաժիշտներ, երգիչներ ու պարային խմբեր, ինչպիսիք են մայստրո Արմեն Մարտիրոսյանը, հայտնի եւ սիրված ձայներից մեկը Mr. X-ը, Գոհարը Հովանիսյան իր անզուգական ժողովրդական կատարումներով, Սամվել Երվինյանը եւ մի շարք այլ արտիստներ համազգայինի պարողներն են լինելու, մի խոսքով այն ամեն ինչ ձեր ծնողներին, մայրերին եւ կանանց հարկավոր է լավ տրամադրություն ապահովելու համար մայրերի տոնին։ Իսկ ահա MS Travel-ի փորձագետներն ու մասնագետները տասնամյակներ շարունակ նույն գործն են անում եւ մշտապես գիտեն այնպես անել, որ անցնի ուղևորությունը հանգիստ եւ հաճելի։ Իմ կողքին իմ ամենասիրած երգչուհիներից մեկն է Գոհարը։ Գոհար, ողջույն։ Ողջույն, Մերձ։ Գոհար, դու երգում ես ժողովրդական երգեր, բայց պիտի ասեմ, որ ոչ միայն համերգին է լավ անցնում, այլ նաեւ պարզապես ուղևորությունը Գոհարի հետ հիանալի է անցնում, որովհետեւ միշտ լավ տրամադրություն Անչափ ուրախ եմ, որ ձեզ հետ եմ, շատ սիրում եմ ձեզ եւ բոլորիդ սիրով հրավիրում ենք, սպասում ենք 2026 թվականի մայիսի 8-ից 11-ը այս ուղևորությունը հենց կազմակերպվում է մայրերի օրվա կապակցությամբ։ Գոհար, ինչ ծրագիր է սպասվում, ինչ կընտրեն քո հանդիսատեսը։ Երգել եմ ազգագրական եւ ժողովրդական ուրախ երգեր, վստահ կարող եմ ասել շատ հզոր թիմ է ինձ հետ լինելու եւ շատ լավ է անցնելու։ Ձեր տեղերը կարող եք արդեն իսկ ամրագրել, որովհետև շատ կարճ ժամանակում այս ուղևորությունը sold out է լինում։ Էկրաններին տեսնում եք հեռախոսահամարը, հասցեն եւ այլ մանրամասներ, իսկ մենք շարունակելու ենք լուսաբանել այս եւ բոլոր այլ ուղևորությունները։ Երբ հիշողություններով հետ ես գնում մայրիկի հետ խոսակցություններին, զրույցներին եւ այլն, ինչն է ամենաշատը հոգիդ ջերմացնում, երբ այդ մասին հիշում ես։ Ես միշտ իրանով հիացել եմ, որովհետեւ միշտ հիացել եմ իր անձնավորությունով, ինչպիսի մարդ էր նա, իր մոտեցումներով, իր ինքը շատ իմաստուն կին էր, ինքը ինձ շատ բան սովորացրեց։ Ու հիմա ինքը չկա, բայց ես զգում եմ, որ ինչ-որ մասնիկ, առաջ մտածում եմ, որ ես չունեմ նման հատկություններ, բայց հիմա երևի արդեն ինչ-որ տարիքում գալիս է մի պահ, որ դու հասկանում ես, որ դու էլ ունես դրանից, շատ ուրախ եմ, որ այդ գիծը իրա գտասիրտ լինելու, բարությունը, հասկանալը, դրության մեջ մտնելը, կարողանալ լսելը, դա ու շատ հաճախ ես ինքս իմ հետ զրուցում եմ իր փոխարեն, շատ կարոտում եմ ու գտնում եմ, որ
շատ շուտ նա գնաց։ Չպիտի այդքան շուտ լիներ այդ ամեն ինչը։ Իսկ միջով եթերը խոսում էինք papayi մասին, թեև դու այդ ժամանակ փոքր ես եղել հասկանալու համար բնավորությունը եւ այլն լիարժեք, բայց այնուամենայնիվ հետ հայացք ես նետում, ավելի շատ papayin ես նման մամային, ինչ բնավորության որ գծերն ես ումից ժառանգել։ Իմ երևի պնդությամբ մամային եմ նման, հոգեպես պինդ լինելը։ Կան ինչ-որ գծեր ինձ մոտ, որ մամայինը չեն հաստատ, պապայի համար չեմ կարող ասել, որովհետև չեմ հասել ճանաչեմ դե բայց երևի ինչ-որ այդ կողմերից են գալիս, էլի, չգիտեմ, ինձ շատ միշտ հետաքրքրել է այդ հարցը, օրինակ ես աշխատասեր եմ եւ նույնիսկ երբ որ ինչ-որ բան չի ստացվում, ես մինչև վերջ գնում եմ դրան, չեմ խուսափում նորություններից, պայքարում եմ այդ նորությունների մեջ մտնելու համար, մայրս ավելի հանգիստ էր այդ հարցերում, նա չէր մտնում այնտեղ, որտեղ պետք չի մտնել, իսկ ես ուզում եմ, ես պետքա ոնց բոլորը կարան, ես չեմ կարող, ես էլ պետք է կարողանամ եւ իհարկե իմ աշխատասիրությամբ չեմ ուզում գլուխս գովամ իհարկե, բայց աշխատասիրությամբ ինչ-որ բաների հասնում եմ, դա ինձ շատ Իսկ տղատում նմանը, քեզ թե ամուսնուդ կամ բնավորության ում գծերն է ժառանգել նաև ձեր ծնողներից։ Դեմքով ինձ նման է, ինձ թվում է դա իմ մանկությունն է, որտեղ ֆոտոները որ նայում եմ շատ նման է։ Հացիաթով կարելի ասել, որ երկուսից էլ ունի։ Ինքը շատ բարի երեխա է, շատ բարի երեխա է ու ես մի պահ նույնիսկ վախեցա, ինձ թվաց շատ բարի երեխա է, էլի չպիտի այդքան բարի լինի, որովհետև կարող է նեղացնել, բայց մի պահ, երբ որ ես իրան հետևեցի, դպրոցում փուջուր էր, գնում ես հանկապատից տեսնում ես, էլի, ես զգացի, որ ինքը չի թույլ տալիս իրան նեղացնեն։ Հա, որովհետև շրջապատում միշտ բոլորը ասում են ինքը շատ բարի է, իրան կնեղացնեն, բայց չէ, ինքը երբ որ հասնում է ինչ-որ պահ, ինքը դառնում է մայա։ Ես այդ նկատել եմ, էլի, ու իր հարցերը լուծում է։ Պարտության առիթներ արդեն տալիս է, որդիդ քեզ։ Հա, մի քանի օր առաջ իմացանք, որ նա ընդունվեց կոնսերվատորիա Ռուանի։ Վոկալի բաժին։ Աստորեն ժառանգել է նաև երգեցիկ։ Այո, ընդունվեց շատ անսպասելի, որովհետև նրա քոլեջի դասատուն էր, երաժշտության դասատուն ինձ զանգեց, ասեց, ձեր տղան շատ աղանդավոր է, շատ լավ երգում է, ես գիտեմ, որովհետև մենք տանը իրար հետ երգում ենք շատ հաճախ։ Եվ ասեց, ես իրան հարց տվեցի, ասեցի, իսկ ոնց է կարծում դաշնամուրի համար, ուշ է արդեն, ինչ որ ինքը գնա դաշնամուր սովորի, որտեղ արդեն 13 տարեկան է շուտով դառնում, ասեց, դաշնամուր չէ, բայց վոկալի բաժին ես կհետաքրքրվեմ, նենց հետաքրքրվեց, որ մի քանի օրից նա ընդունվեց կոնսերվատորիա, գնաց հանձնեց քննությունը, երգը հանձնեց եւ սոլֆեջոյի դասերի ընդունվեց ու ինձ նրա ապագա դասատուները երգեցողության ասեցին, որ ընդհանրապես մենք 15 տարեկանից ենք ընդունում, բայց ձեր երեխան այնքան լավ իրան դրսևորեց, երջանկություն է մոր համար, ծնողի համար, երբ որ այդպես անսպասելի բաներ են կատարվում, դե հիմա ես ճիշտ ասած չի ուզենա, որ ինքը երաժշտությամբ շարունակեր, բայց ինքը կորոշի։ Ինչա ձեր հետ կատարվում, որ հասկանում եք, որ այդ վերջին օրերին, վերջին ժամերին ձեր ծնողի հետ չեք եղել։ Երևի թե այդ ամենամեծ բեռն է, չէ՞, ձեր խղճի սերին մնում ողջ կյանքի ընթացքում, որքան էլ որ մեղավորության հարց այստեղ չկա։ Գիտես, եթե մոտիկից ճանաչիր իմ մայրիկին, երևի այս հարցը նույնիսկ չէի տա, որովհետև մենք, ոնց ասեմ, մի մարդու նման, մենք այնքան բան ենք անցել իրար հետ, հասկանում ես, շատ վատ բաներ ենք տեսել, իրար պատժեշկա ենք արել, իրար դուխ ենք տվել, որ ես ինձ չեմ մեղադրում, ես ուղղակի ափսոսում եմ, որ չհասցրի, որովհետև պետք է ինքը իմ կողքը լիներ, լավ կլիներ, ինքը իմ կողքը լիներ, իմ տղայի կողքը լիներ, իրանք սկայպով շատ շփվում էին, շատ հետաքրքիր հարաբերություններ ունեին, ուղղակի ափսոս չհասցրինք։ Մենք երբեմն մեր կյանքից
այսպես հեռացած մարդկանց հետ մտովի կապի մեջ ենք մնում այնուամենայնիվ։ Ու անգամ զրուցում իրենց հետ հաշվի։ Ինչ որ դեպք է լինում, պատմում իրենց, սպասում իրենց արձագանքին։ Ես մինչև այսօր զրուցում եմ, միշտ մտածում եմ ինքը ինչ կասել։ Ունենց հետաքրքիր է, ես ոնց որ զգում եմ, որ ինքը ինձ ինչ խորհուրդ կտար, ու տենց էլ անում եմ։ Այդքան ինքը իմ մեջ կա։ Այդքան մենք իրար զգում էինք։ Կան ինչ որ չասված խոսքեր, որ ցավոք կյանքի ընթացքում չենք կարողանում ասել։ Մայրիկի մասին ես ասում, չէ, մենք միշտ ես ասում եմ, այդ կապը ուրիշ ձևի է եղել մեզ մոտ։ Հիմա երբ արդեն գնացիր Հայաստան ու այնտեղ չէր մայրը, այդ էմոցիաներն էլ չէ։ Այդ շատ ինձ համար դաժան է։ Ես դրա համար չեմ սիրում Հայաստան գալ։ Ինձ դատար կա ինձ համար հիմա Հայաստանը, որ մայրս ընդեղ չի, ոչ թե ուրիշ պատճառով, ուղղակի որ ինքը ընդեղ չի, ինձ համար ինչ-որ դատարկություն կա։ Ունեմ հարազատներ, որոնց անչափ սիրում եմ, խելագարվում եմ, բայց այդ դատարկությունը ինքը ուրիշ ձևի է, ոնց որ sense խոցիկ ես։ Այդ տարիները, որ ապրել ես, այդ մանկությունը, այդ փողոցները, որ արդեն այդ փողոցները չեն, որ դու ընդեղ կայլում ես փոքր ժամանակ եւ պատանեկության ժամանակ, այդ թատրոնը ամեն ինչ օտար է դարձել։ Մենք քիչ առաջ խոսում էինք 90-ականներից ու 2000-ականների, 2010-ականների երաժշտական որակից։ Գիտեմ, որ դու հետևում ես ներկայիս շոու բիզնեսին եւ ունես քո ֆավորիտները եւ ունես քո սիրած արտիստները, ով ամենաշատը հիմա քեզ դուր գալիս։ Չեմ կարող ասել, որ հետևում եմ, բայց երկու աստղա մեծ հաճույքով նայեցի, որ ես էլ եմ մասնակցել։ Ֆավորիտներից իմ հիմա սիրում եմ շատ Իվետային Մուկուչյան, որովհետև այն ինչ որ ինքը ներկայացնում է, նա փոքր բեմադրության է նման, եւ դու զգում ես, որ արտիստը զգում է այն ինչ որ երգում է, հենց այնպես չի, բեմի վրա կանգնած։ Շատ սիրում եմ Բրունետին։ Շատ սիրում եմ նոր աղջիկա Դելիտ, շատ հետաքրքիր է, շատ նոր է եւ Փառք Աստծո նորություն մտավ շոու բիզնես, Փառք Աստծո։ Էլի մի աղջիկա, բայց ես չեմ կարողանում հիշել, միշտ ինքը ինչ որ հետաքրքիր գլխի վրա բաներ է, տենց կոստյում ունի, միշտ ինչ որ տենց փետուրներ, բաներ։ Ես էլ չկարողացա հիշել։ Լավ, իրենք կարողանան խոխել շոու բիզնեսի վերջո բերել այն ինչ որ եթերում չի եղել երկար տարի։ Որովհետև իրանք տղաներն էլ Սիմոնը, Պարող տղան, անունը չեմ հիշում, Բրունետին, Ժանը, գիտես իրանք մի հոգի չի, երկու հոգի չեն։ Իրանք ոնց որ շատ են արդեն եւ իրանք թելադրում են ստիլ։ Եթե կարողանան պահեն այդ վիճակը մինչև վերջ, չդառնան էլի տենց հարսանիք երկողներ, համ վատ է, համ լավ է, ես հասկանում եմ, որ լավ է դա, բայց ոճը փոխվում է կտրուկ, երբ որ սկսում ես հարսանիքների երգել։ Ես կուզենամ, որ այդ բանը մտնի մեր շոու բիզնես, այդ ստիլը, այդ ամեն ինչը շատ շքեղ է, ինձ շատ դուր եկավ։ Իսկ քեզ մոտ ինչա կատարվում, երբ վերհիշում ես, վերանայում ես հին ձայնարկությունները, քո հին տեսանյութերը, երբ առիթ է լինում կրկին հարցազրույց տալու եւ այլն։ Հաճելի հուշեր։ Ընդհանրապես, Տատիկի նմանս, ընդհանրապես։ Հա, պատկերացրա, այո, որովհետեւ ես այդ բանը ունեմ, ես հետ չեմ նայում, ասում, «Վայ, դա ինչ լավ է»։ Բայց ինչի՞ տես դու երիտասարդ կին ես, ով ավյունով էներգիայով լի է եւ վստահ եմ, որ եթե անգամ վոկալային հարցեր կան տարիների ընթացքում, մի քանի պարապմունքով դա կարող է լուծվել եւ այս տարիքում արդեն այլ ամպլուայով, այլ տեսակով ներկայանալ կարելի է, հատկապես որ կա կապը այդ սերնդի հետ, մենք էլ այսօր հարցազրույց ենք անում, վստահ լինելով, որ դա ջերմ հիշողություններ է մարդկանց մոտ առաջացնելու։ Ինչի՞ չի անցնում քո մտքով վերադառնալ այնուամենայնիվ։ Լսի, իմ մտքով հենց այս մի քանի ամիս անցել է, բայց ուրիշ ոլորտի մեջ վերադառնալ, ես դուրս եկա իմ նախկին աշխատանքից, էլ չեմ շարունակում դպրոցում աշխատել երեխաների հետ, հիմա փորձում եմ ուրիշ բան անել, չեմ ուզում շատ ճակերտներ բացել, որտեղ ես ինքս ինձ աչքով եմ տալիս, երբ որ խոսում եմ բարձրաձայն դրա մասին, բայց ասեմ, որ երգեցողության հետ կապված է դա։
Եվ շատ ոգևորված եմ ես հիմա դրա մասին խոսում, որովհետև երևի իմ բնավորությունը ես ինչ-որ նվաճումների եմ ձգտում, միշտ ինչ-որ նվաճումների նվաճել ինչ-որ բան, փուճուր, թեկուզ բան, բայց նվաճել։ Դրա համար ես հետ չեմ նայում։ Ուղղակի հիմա եկավ պահը, որ ես նորից ուզում եմ ինչ-որ երգել, ինձ դա հաճույք է պատճառում եւ ավելի շատ, քան ուրիշ աշխատանք։ Եվ ես հիմա կփորձեմ համատեղել դա։ Ես չեմ կարող ասեմ, որ ես վաղը ինչ-որ նոր երգով հանդես կգամ, դա հենց ինձ ժամանակ է պետք, բայց որ ես վերադառնում եմ երգելուն, ասպարեզ չէ, երգելուն, դա հաստատ։ Շատ լավ, ես ուրախ եմ, որ գոնե այդ հույսերը կարող են լինել այս հարցազրույցից հետո։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտար եւ ուրախ եմ, որ կարողացանք կամրջել անցյալն ու ներկան։ Շնորհակալություն քեզ էլ Մհեր, շատ հաճելի հարցազրույց էր։ Դե ինչ, այսպեսին էր այսօրվա տետատետը, մեկնաբանությունների բաժնում գրեք, թե ինչպիսին էր զրույցը, ինչպիսի հուշեր եւ կարոտ ունեք նաեւ Մայա Մարգարյանի հետ եւ մենք կհանդիպենք արդեն հաջորդ անգամ։ Այսպիսին էր մեր զրույցը հենց Փարիզում։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը, եւ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Omorphia Luxury Salon եւ Spa-ում, որտեղ լավագույն մասնագետները beauty industry, գեղեցկության ինդուստրիայի գործում են այստեղ։ Կանանց վարսահարդարման, դիմահարդարման, մատնահարդարման, ինչպես նաեւ սպա պրոցեդուրաների աշխատում են մեկ հարկի տակ ձեզ դարձնելու համար առավել գեղեցիկ ու գայթակղիչ։ Այնպես որ զանգահարելով այս հեռախոսահամարով վստահ եմ մեկ անգամ այցելելով եւ ժամադրություն վերցնելով դուք կդառնաք Omorphia Luxury Salon Spa-ի մշտական այցելուն։ Վստահ եղեք, որ ամենալավ մասնագետներն այստեղ են եւ ամենալավ սպասարկումը մեկ հարկի տակ է Omorphia-ում, որը գտնվում է հենց Glendale-ի կենտրոնում։ Այստեղ սպասում են ձեզ։ I found that nothing in life is worthwhile unless you take risks. MX Motors. Good vibes all the way.